Մենք խոսել ենք այդ մասին, երբ ասում էիր հասկանում ես, ես հնարավոր է երբեք մամա չդառնամ։ Երբեմն բժիշկները կարող են դատավճիռ ասել ու դա ասել որպես դատավճիռ, չհասկանալով, որ դա կարող է մի քանի տարով փոխել մարդու կյանքի հունը։ Դե այդ ժամանակ շատ խոցել էի, նպատակ չունեի կյանքումս, դարձել էր միակ նպատակը երեխա ունենալ, ընտանիք կազմել։ Սկսել էի ում հետ հանդիպել, իր մեջ իմ երեխայի papan էի տեսնում, բայց вообще papai բան չէին էլի։ Դա մի ժամանակ երազանք էր, բայց հիմա իրականացած կարա լինի, երբ ուզեմ։ Այդպիսի մի փառք Աստծո զարգացած թեմա, ձվաբջիջ հավաքել, դա խնդիր չի։ Եթե ինչ-որ բան չստացվի, հաստատ կարելի է էկո տարբերակով ունենալ այդ երեխային, կարելի է սուրոգատ մայրով ունենալ։ Քո ու Սոշ Ջանիբեկյանի սիրավեպը քո կյանքի շատ սիրուն էջերից մեկն էր, բայց ինչպես ես եմ հասկանում, նաև շատ ցավոտ էջերից մեկն էր։ Դու այդտեղ սիրելով բաժանվեցիր։ Սոսը եղել է այն մարդկանցից իմ կյանքում, ում համար ես չեմ ափսոսում։ Սոսից առաջ էլ ես ունեցել եմ շատ լավ հարաբերություններ, որոնք երբեմն նույնիսկ մտածում եմ երևի թե պետք չէր դադարեցնել ու սկսել Սոսի հետ հանդիպել, որովհետև ես 6 տարի շարունակ ես ունեի շատ մտերիմ ընկեր։ Ես իրեն ցավացրի։ Այդ պարագայում ես եղել եմ անարդար։ Եթե ես լինեի հիմա հարաբերությունների մեջ 5-6 տարի ու ինչ-որ մեկը գա ես այդ պայն իրեն հավանեմ, սիրարվեմ, դա չի կարող լինել պատճառ, որ ես իմ սիրած ու կարևորած մարդուց գնամ։ Բայց կարող ես սիրել մեկին ու սիրահարվել ուրիշին։ Այն ժամանակ սիրել եմ ու եղել է, չէ։ Ես երկար ժամանակ մտածում էի, տեսնես այդ մարդը ինձ կների, որ ես այդքան ցավ եմ տվել, որովհետև ես մի շաբաթում տեսա մի հատ ուրիշ մարդ -20 կիլոգրամով, ես շատ ցավացրի։ Մենք հետո միացանք, Սոսից հետո մենք միացանք, փորձեցինք վերակառուցել, բայց դե չի լինում երկրորդ անգամ։ Մատնանշել էր, որ շատ ընտանիքներ գոյություն ունեն զուտ գոյություն ունենալու համար։ Ես իհարկե հասկանում եմ, որ այստեղ կա որոշակի ճշմարտություն, բայց արդյոք մենք չենք եկել հասել մի կետի, երբ շատ աղջիկներ, որոնք ունեն ավելի ազատ մտածողություն, անդադ փորձում են մատնացույց անել, որ ընտանիքները, որոնք կան, կեղծ են։ Արտիստիզմը բանը տեսնում ես, բայց դու երեք տեսել ես իրան ուրիշ կնոջ հետ համբուրվելուց նույն տեղը նստած։ Եղել է, որ սիրահարվես ամուսնացած տղամարդու։ Եղել է, այո, եղել է, բայց չեմ խորացրել, որովհետև հասկացել եմ, որ չեմ ուզում այդ եռանկյունու մեջ հայտնվել։ Ես ունեցել եմ բազմիցս հարաբերություններ, որտեղ ինձ ուզել են ուղղակի այսպես ասած կպցնել, կպցրել են, հետո հասկացել եմ, որ մնացին տակը, չստացվեց ուղղակի կպցնել գնալ, սիրահարվեցին, ուզում են ամուսնանալ։ Պապան շատ ավելի հաշտ էր քո կերպարի հետ, քան մաման։ Պապաս լիքը բաներ գիտի, ճիշտ մամաս չգիտի։ Առաջին տոպլես պոստը արեցի։ Զանգեց ասաց, եթե այդ պոստը չջնջես, դու մամա չունես։ Հաջորդ օր զանգեց, փաստորեն դու մամա չունես։ Երրորդ օր զանգեց։ Ես քո հետ չգիտեմ ոնց վարվում, ասում եմ, ուզում ես ասես մամա ունեմ, էլի։ Մամա շատ ծանր է տանում, ամեն անգամ լացում ու հեսա կլացածնին է։ Մամայս պապայ շատ եմ սիրում։ Դա Աստված իրան շատ կյանք, բայց շատ եմ կարոտում։ Լայֆրումի գործընկերներն են Seven Star Spa կենտրոնը, Implantum ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան, Ital Solar ընկերությունը։ Դու ինչի մաս։ Լայֆրումում այսօր Լյուսի Հայրապետյանն է, ողջույն Լյուսի։ Ողջույն Ամալիա։ Շնորհակալ եմ, որ այստեղ ես, որովհետև վազքով ես հասել նկարահանման, հաշված օրեր ես լինում Երևանում, որովհետև տեղափոխվել ես Դուբայ։ Նախ ինչու որոշեցիր կյանքդ շարունակել Դուբայում։ Նախ ուզում եմ ասել շնորհակալություն։ Վաղուց է պետք է հանդիպենք, հա չի ստացվում։ Ես ինչ-որ երկարատև ժամանակով հրաժարվել էի ինտերվյուներից, որովհետև գտնում էի, որ պետքա լռության մեջ ամեն ինչ կազմակերպեմ, կյանքս առաջ տանեմ։ Շնորհակալ եմ հյուրընկալելու համար։ Թե ոնց ստացվեց, որ ես տեղափոխվեցի Դուբայ, առաջին անգամ երբ որ բնակարարներից ձեռք բերեցի այնտեղ, հասկացա, որ այնտեղ կա մեծ պոտենցիալ առաջ շարժվելու։ Որոշումը եղել է իրականում շատ վաղուց, տարի ու կես առաջվանից, պարզապես եղավ մի օր, որ վերադարձա Բրազիլիայից Երևան ու հասկացա, որ ես էլ չեմ ուզում այստեղ ապրել, որովհետև թող ինձ ներեն շատերը, ովքեր համաձայն չեն հետս, բայց հասկացա, որ ինչ-որ մի կետում եմ ու այդ կետում եմ արդեն վաղուց։ Տարիներ շարունակ այն հաջողությունը, այն առաջընթացը, որը կարող էի գրանցել, արդեն գրանցել եմ ինքս ինձ համար։ Դրանից ավելին ունեմ ասպարեզում որոշ մարդիկ, ում կուզեմ ձգտեմ, ում աստիճանին հասնեմ, բայց նայելով նրանց չեմ նախանձում եւ չեմ ուզում լինել այդ կետում։ Ու հասկացա, որ ես ուզում եմ գնալ ուրիշ տեղում, ավելի զարգանալու, ինչ որ ուրիշ լեվելի կյանք փորձելու, այդպես։ Որոշեցի ինչ ոչ Դուբայ, որովհետև այնտեղ կարելի է լավ գումար աշխատել, պոտենցիալը զարգացնել եւ այնտեղ կարելի է նաեւ լինել միշտ արևին մոտ ու մոտ ընտանիքիդ։ Մի 3 ժամում գալ ու գնալ։
Խոսում ես մասնագիտական առաջընթացների մասին, գործունեության մեջ առաջ գնալու մասին, բայց արդյոք մեզ առաջինը չի ձևավորում մեր հոգեբանական վիճակը ու հոգեբանական զգացողությունը։ Դու Երևանում ենթադրենք քեզ լավ ես զգում, թե լավ չես զգում։ Երևանում ես ինձ շատ լավ եմ զգում։ Հաստատ։ Ասեմ, Երևանում ես ինձ լավ չեմ զգում, երբ որ ես այստեղ եմ, գնալու եմ միտեղ ու վերադառնամ։ Երբ որ տոմսդ լինում է ուրիշ տեղից գալիս ես Երևան ու հետ ես գնում, Երևանը մի այլ կարգի սկսում ես սիրել։ Ինքնաթիռով որ ես վերջին 3 իջնում էի, լացելով էի իջնում, որովհետև շատ կարոտել էի, կանաչն էի կարոտել, մեր 3D մայրամուտներն էի կարոտել, մեր մարդկանց, իմ ընկերներին, փողոցները շատ սկսում ես ուրիշ ձև վերարժևորել, համակարգը փոխվում է արժևորման ու հասկանում ես, որ Երևանը շատ քաղցր է հեռվից, դու սկսում ես իրան ուրիշ ձև հասկանալ։ Եվ այստեղ միանշանակ ես ինձ լավ եմ զգում, պարզապես ինչ որ sense ճահճացած բան էր մոտս հասել, որ զգում էի, որ միցե կառած չեմ գնում ու հոգնում եմ։ Հետո այստեղ կներեք ինձ հասարակություն ջան, բայց մեր հասարակությունը շատ ծանր է, շատ քո վրա ազդում է եւ շատ հարցերում չի թողնում առաջ գնաս, ինչ որ շատ կարծրատիպեր է կապում քեզ։ Դա էր հիմնական պատճառը, որ որոշեցի գնալ։ Այսինքն ամեն դեպքում այդ հոգեբանական վիճակը կա։ Հոգեբանական ծանրությունը կա, ես ծանր ոչինչ չեմ սիրում, ոչ մի հարցում, ընկերություն, աշխատանք, անձնական կյանք, որտեղ զգում եմ մի քիչ շատ է ծանրանում, թողնում փախչում։ Հասարակական կարծիքը, հասարակական քննադատությունները եւ քննարկումները ծանրացնում էին քո կյանքը։ Մեծ մասամբ հիմա սկսել եմ շատ քիչ ինձ քննադատել, քննարկել։ Երևի զգացել եմ, որ այլ բան այնտեղ չեմ դնում, բայց հասարակությանը անտեսել միանշանակ չենք կարող, որովհետև մենք այդ հասարակության մի մասնիկն ենք, բնականաբար իրանք ազդում են ինչ-որ կերպ։ Բայց եթե տարիներ առաջ հասարակության կարծիքը, վատ կոմենտը, վատ ինչ-որ խոսքը իմ հասցեին ինչ-որ մի 8-րդ մարդու միջոցով հասած տրամադրություն սկսեցներ մի ամբողջ օրով, հիմա ուղղակի մի պահ ասեմ, հետաքրքիր է չեն հոգնել, ժպտում եմ ու անցնում եմ առաջ, նկատում եմ, որ կա, ոնց է չլինի պահի տակ կարող է մի պահով ազդի վրաս, բայց անցնում եմ արագ։ Լինում էր շատ վաղուց, որ մտածում էի, տխրում էի, բայց այդ շատ վաղուց էր։ Ազնիվ խոսք, չգիտեմ որ կետից է սկսել, բայց երբ եմ եղել քեզ մոտ չեմ հիշում, շատ վաղուց, չէ։ Այդ ժամանակից ի վեր ինչ որ sense եկավ կյանքումս մի կետ, որ ես հասկացա, որ ես այս կետում այնքան ինքնաբավ եմ ու այնքան ինքս ինձնով կայացած, որ ինչ որ մեկի ինչ որ խոսքը դա ինձ չի վերաբերվում, որովհետև ես ունեմ շատ սուրբ ընկերուհիներ, ովքեր մի ամբողջ կյանք սուրբ ապրել են, բառից բուն իմաստով, որ դրանից սուրբ ուղղակի չի լինում, էլի, բայց մեկը իրանց քննարկում են։ Դա որ հասկացա, որ երբեք պետք չի լինել կատարյալ ինչ որ մեկի համար եւ սկսեցի հակառակ ձև ընկալել, եթե ինձ քննարկում են, ուրեմն ես ինչ որ բան նշանակում եմ, ուրեմն ինչ որ բանով ես նրանց վրա ազդում եմ։ Եվ ես փորձեցի ավելի շատ ազդել։ Ինչու ոչ։ Ես չգիտեմ, դու հիշում ես թե չէ, մենք երևի թե 2 կամ 3 տարի առաջ պատահաբար հանդիպեցինք քաղաքում ու դա հենց այն շրջաններ, երբ դու պատրաստվում էիր տուն գնել Դուբայում, մտածում էիր տուն գնես Դուբայում, թե ոչ, ու այդ շրջանում կար քո մեջ այդ ճնշվածությունը հասարակական վերաբերմունքից, հասարակության քննարկումներից, այդ ամեն ինչի ազդեցությունը քեզ վրա շատ մեծ էր ու այդ ժամանակ դու շատ ավելի ճնշված հոգեվիճակով էիր խոսում Դուբայում տուն գնելու մասին, դրա համար այս բոլոր հարցերն ինձ մոտ առաջացան, որովհետև սկզբնաղբյուրն եմ հիշում։ Հա, չէ, հասկացա քեզ, այդ ամեն ինչ ավելի շատ պայմանավորված չէր հասարակության պահով, բայց այդ պահին կար իմ կողքին մի տղա, ընկեր ունեի, ով ինքը իրենով շատ ճնշող էր։ Ինքը շատ խորը հայ էր եւ ինձ շատ էր ճնշում։ Ամենահասարակ բաներում, այսինքն պարզ չէր ասում ուղիղ, բայց ինքը իր մեջ ոնց որ կենտրոնացրել էր ամբողջ հասարակությունը Երևանյան, հայաստանյան ու մաքսիմում ինչ էլ անում էի, միշտ սխալ էի լինում, միշտ ինչ որ բան պետք էր ուղղել, միշտ անպատասխան չէի։ Ավելի շատ դրանով էր պայմանավորված, թե չէ հասարակությունը, գիտես ինչ, շատ դեպքերում մեր կողքի մարդիկ կարող են ներկայացնել այդ հասարակությունը այլ կերպ, բայց իրականում դու ապրում ես այն հասարակության մեջ, որի մեջ շփվում ես, չէ, որում ռեալիզացվում ես։ Դրա համար կողքիդ մարդը շատ մեծ ազդեցություն է ունենում իր մեջ համախմբելով բոլորին ու իր կարծիքը դարձնելով բոլորին է։ Բայց այն որ ինքը այդպես է մտածում, ես այդ ժամանակ ընկալում էի, որ վայ, ինչ վատ է հասարակությունը սենց է, բայց այդ իր կարծիքն էր, ինքը դարձում էր հասարակություն, որ ինձ ինչ-որ բաներում ճնշեր, ամաչացներ ինչ-որ բան, որ չանեի։ Իսկ դու ամաչում էիր ինչ-որ բաներից, որ անում էիր։ Որովհետև ես չեմ հասկանում ինչի պիտի ամաչեմ։ Առհասարակ ես չեմ հասկանում ինչի պետքա մարդ ամաչի։ Եթե ինչ-որ բան անում է, դա իր որոշումն է, եթե ինքը չի վնասում դիմացինին, ինչի պետքա ինքը ամաչի։ Չեմ սիրում, երբ ինձ ասում են ինչ անեմ, եւ չեմ սիրում հաշվի նստել ինչ-որ մեկի հետ։ Ես հաշվի կարող եմ նստել միայն իմ ծնողի հետ,
բայց միևնույն ժամանակ իմ ծնող ինձ դաստիարակել է այնքան անկախ ու իմ անկախ որոշումներով, որ օրինակ երբ ես գնացի իմ հորացի պապի ես տեղափոխվում եմ առանձին ապրելու, դու օքեյ ես, չէ՞, որ վաղուց պետք է անեիր։ Կամ պապի ես գնում եմ Դուբայ, ասում է Բալես, քո որոշումն է, քո կյանքն է։ Ես ինձ շփչեմ ների, եթե ես ինչ-որ բանից քեզ հետ պահեմ, որ դու լինես իմ կողքին, բայց չլինես երջանիկ ու ռեալիզացված ինքդ քեզ հետ։ Դրա համար սկսել է ամեն ինչ իմ ընտանիքից, ինձ իմ ընտանիքում դեռ փոքրուց, ծնվածս օրվանից ինձ տրվել է հնարավորություն ընտրելու ես ոնց եմ ուզում ապրել։ Երբ ինչ-որ սխալներ արել եմ, բնականաբար ընտանիքիս անդամները բացատրել են, փորձել են հասկացնել, բայց երբեք չեն ճնշել ու իրենցը չեն մցրել իմ մեջ։ Դրա համար ինձ համար դա շատ տոտար է եղել։ Ու ինչի պետքա ես ինչ-որ մեկից դրդված, ինչ-որ մի բան անեմ, որ ավելի բաց լինեմ կամ ավելի փակ, չէ։ Իմ մոտ ուղղակի ես վերջին տարիների կյանքից ինչ-որ sense մի հատ կետում երթվում եմ, sense փոխվել է։ Սկսենք այնտեղից, որ բոլորը ինչ-որ քննարկում են, որ ժամանակն է ամուսնանալ, ժամանակն է երեխա ունենալ, ամեն ինչ ժամանակն է, միշտ բոլորը քեզ ասում են ժամանակն է, ու միշտ ասում են որ դու ուշացել ես։ Դա որ ինչ-որ մի կետում ես քանի տարի շարունակ փորձում էի վազեի հասնեի, այդ ժամանակին գոնե հասնեի, լուրջ եմ ասում, դարձել էր ինչ-որ ինքնանպատակ ամուսնանալը արդեն, որովհետև բոլորը շուրջը երեխա ունեին, բոլորը արդեն խելոք տան աղջիկ էին, ես խելոք տան աղջիկ չեմ, ոնց կարա տենց լինի, ու հասկացա, որ վազում եմ, չեմ հասցում, անդադ սխալ որոշումներ եմ կայացում, ավելի վատ է ամեն ինչ դառնում։ Դա որ մի կետում դադար վերցրի ու հասկացա, որ ես ուզում եմ այս կետում կանգնեմ ու այս կետից հետո էլ չեմ շտապել, մեկի արդեն ուշացել եմ։ Դու հիմա խոսում ես, ես հասկանում եմ, որքան մտածողության փոփոխություն ունես։ Շատ։ Կար շրջան, երբ նույն ամուսնանալը, նույն երեխա ունենալը քեզ համար ինչ-որ առումով սևեռուն միտքեր եւ դա իսկապես քեզ կարելի ասել, որ խանգարում էր ապրել եւ խանգարում էր վայելել այն, ինչ ունեիր այդ պահին։ Բայց ինչն էր, որ այդ ամեն ինչը քեզ համար դարձրել էր սևեռուն միտք։ Դա հասարակական կարծիքն էր, թե քո այդ պահի ցանկությունն էր ամեն դեպքում։ Կար ինչ-որ ժամանակ ես զգում էի, որ ես ուզում եմ արդեն ընտանիք մամա դառնամ, բայց հետո հասկացա, որ այդ այնքան դժվար բան է, երբ որ մի մարդուց ես ունենում երեխա, ում հետ 3 օրը մեկ վիճում եք։ Պատկերացնում ես, այդ երեխան հետո ուտենց շատ էր, այսինքն իմ կողքին լինում էին տղաներ, ընկերներ ինչ-որ X ժամանակով, ում հետ ինձ ժամանակ առ ժամանակ լավ էր, բայց ես տոտալ երջանիկ չէի։ Այդ տոտալ երջանկությունը եթե չկա, ես չեմ ուզում այդ մարդուց մի հատ էլ երեխա ունենամ, երկրորդ այդ մարդուն իմ կողքը ամբողջ օրը տեսնեմ, գժվեմ, որ արտացոլանքը լինի։ Դրա համար, հա, մի պահ կար, որ ինչ-որ սևեռուն միտքեր իմ կողմից, որովհետև բոլորը ունեին, ես էլ էի ուզում, բայց հետո հասկացա, որ մինչև չկա համապատասխան հանգամանք, պետք չի ինչ-որ բանի ազդեցությամբ գնալ, սևեռուն միտքը շատ արագ վերացավ։ Այդ ինչ-որ սինդրոմ կա, տարիքային X տարիքից հետո քո մոտ մի հատ այդ սինդրոմը ակտիվանում է, հետո անցնում է։ Հասարակության առումով էլ գիտես որն է երբեմն ճնշում, որ ընկերներով հավաքվում ենք, բոլորը 4-րդ երեխայով են գալիս, ես էլի սենց մենակ ասում եմ, մարդ գոնե այս անգամ ընկերոջ հետ գնամ, որ նոր էլ եք սկսում հանդիպել, ասեմ արի հետս, որ մենակ չլինեմ, էլի։ Այդ պահակա զուտ եմ, որ մեկ-մեկ հանդիպում եք, մի քիչ անհարմար է լինում, բայց հիմա ընկերներից մեծ մասը սկսել են բաժանվել, ինձ որ այդ ամեն ինչը կարգավորվում։ Շատ կոմֆորտ զոնայում եմ արդեն։ Շատ ված բանից ես կոմֆորտ զոնայում։ Չէ, շատ են ինչ-որ բաժանություններ շրջապատում, նույնիսկ բաժանվում են այն մարդիկ, ովքեր կյանքում չի մտածի, որ կբաժանվեն։ Լուրջ ինձ համար իդեալական զույգ, որ 15 տարի է միացին, մեկ էլ բաժանվում եմ, ասում երեխեք, ինչի եք բաժանում, մի հատ ասեք, իմանամ ես էլ չամուսնանամ, որ տենց բան չլինի, հանկարծ չանեմ, էլի։ Լուսի Life-room-ի գործընկեր Seven Stars Spa կենտրոնի կողմից քեզ նվեր քարտ։ Seven Stars-ը Հայաստանի առաջատար սպա կենտրոններից մեկն է, գործում է Reebok սպորտային ակումբին կից, համագործակցում է եվրոպական առաջատար բրենդերի հետ, պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, նաև տեխնիկապես գերհագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, նիհարեցումից սկսած մինչև թեպետ նիհարեցումը քեզ պետք չէ, բայց հակառակը խնդրեմ։ Մարդկանց համար էլ ասեմ, որ նիհարեցումից սկսած մինչև խնամքներ ու տարբեր պրոցեդուրաներ ունեն, այնպես որ կարող ես օգտվել քո նվերքարտից։ Սիրով շնորհակալ եմ, Այդա, ես շատ սիրում եմ։ Իդեպ ռելաքս պրոցեդուրաներ ունեն, օգտվել։ ամեն ինչ ունեն։ Շնորհակալ եմ, ես սիրով կգնամ։ Մաշկային խնդիրներն իսկական գլխացավանք են, իսկ դրանց լուծումը ենթադրում է խորքային մոտեցում։ Իսպանական Jarmen de Cappuccini ապրանքանիշը ներկայացնում է Pure Expert խնամքի ծրագիրը։ Մաշկի ավելորդ ճարպերը, առաջացած հետքերը, ակնեն կարելի է բուժել խնամքի այս ծրագրի միջոցով։ Հայաստանում այն ներկայացված է բացառապես Seven Stars Spa կենտրոնում։
Մաշկային խնդիրները երբեմն կարելի է կոծկել դիմահարդարմամբ, սակայն դա լավագույն լուծումը չէ, քանի որ մաշկը կարիք ունի բուժման։ Որպես կանոն, մաշկային խնդիրները կարիք են ունենում խորքային լուծման։ Իսպանական Ժարմեն դե Կապուչինի ապրանքանիշի մասնագետները ստեղծել են ֆորմուլաներ, որոնք կարող են լուծել մաշկային խնդիրները։ Այստեղ խնամքի յուրաքանչյուր ծրագրի ցուցաբերվում է խորքային մոտեցում։ Պատահական չէ, որ Seven Star Spa կենտրոնում խնամքի ծրագրերը տևում են մինչև 2 ժամ։ Խնամքի յուրաքանչյուր ծրագիր ներառում է մի քանի փուլ՝ դեմքի մաքրումից մինչև սնուցում, մերսում, մաշկի հարթեցում։ Pure Expert խնամքի ծրագիրը ներառում է խորը թարմացնող շերտազատում։ Հիմնական բաղադրիչները ներառում են սալիցիլաթթու բջիջները թարմացնելու եւ էպիդերմիսը վերականգնելու համար, մանուկա եւ ուռենու տերևներ, որոնք հակաբակտերիալ բաղադրիչներ են եւ նվազեցնում են ճարպի արտադրությունը, իսկ հիալուրոնաթթուն ապահովում է մաշկի օպտիմալ խոնավությունը։ Յուղոտ մաշկը խորը մաքրվում է, հավասարակշռվում եւ խոնավացվում։ Ակնեի հակված մաշկը մաքրվում է եւ ազատվում բշտիկներից, նորմալ եւ համակցված մաշկը դառնում է ավելի հարթ եւ պայծառ, իսկ ծակոտիները զգալիորեն քիչ նկատելի։ Pure Expert խնամքը համարվում է բուժական։ Այս խնամքի ծրագրից օգտվելու համար նախ դուք կանցնեք խորհրդատվություն Seven Star Spa կենտրոնի բժիշկ մասնագետների մոտ, որոնք կգնահատեն ձեր մաշկի վիճակը եւ խորհուրդ կտան, թե խնամքի որ ծրագիրն է առավել արդյունավետ ձեր մաշկի տեսակի համար։ Seven Star Spa կենտրոնում առաջարկվող խնամքի ծրագրերի ընտրանին շատ մեծ է, քանի որ ընկերության գլխավոր գործընկերներից մեկը Ժարմեն դե Կապուչինի ապրանքանիշը մշակել է խնամքի ծրագրեր մաշկի յուրաքանչյուր տիպին համապատասխան։ Այս ապրանքանիշի լաբորատորիաներում մշակվում են ոչ միայն ֆորմուլաներ մաշկի տարբեր տիպերին համապատասխան, այլև մերսման ծրագրեր յուրաքանչյուր խնամքի համար։ Խնամքի ծրագրերը ճշտությամբ իրականացնելու համար Seven Star Spa կենտրոնը մշտապես կազմակերպում է սեմինարներ, որի ժամանակ Հայաստան են հրավիրվում արտերկրից մասնագետներ եւ Հայաստանում գործող մասնագետները մանրակրկիտ վերապատրաստում են անցնում։ Սպա կենտրոնում աշխատում են բացառապես բժիշկ մասնագետներ, քանի որ այստեղ ամենայն լրջությամբ են մոտենում մաշկի խնամքին։ Seven Star Spa կենտրոնում խնամքի յուրաքանչյուր ծրագրի ցուցաբերվում է մանրակրկիտ եւ պրոֆեսիոնալ մոտեցում, թե որ խնամքը կընտրվի ձեզ համար որոշվում է բժիշկ կոսմետոլոգի հետ խորհրդակցելուց հետո, այնպես որ կարող եք հանգիստ այցելել այստեղ իմանալով, որ ձեզ սպասարկելու են միայն պրոֆեսիոնալներ։ Դու հիմա լիարժեք բաց ես թողել մայրանալու ու ընտանիք ունենալու միտքը, թե դա քո մեջ երազանք է, պարզապես դու չես փորձում փոխել կյանքի ընթացքը։ Նայ, դա մի ժամանակ երազանք էր, բայց հիմա իրականացած կարա լինի, երբ ուզեմ։ Ասեմ ինչու։ Մի քանի քայլեր կան, որոնք ես դիմեցի, ես հասկացա, որ դրանից հետո մտածելակերպս փոխվեց։ Սկսենք այնտեղից, որ շատ տենց բախտս բերեց այդ բժիշկը, որ մասնագետ չէր իր գործին, ասաց, որ դու ուշացել ես, դու էլ չես կարող երեխա ունենաս, դու բնականաբար խառնվում ես իրար։ Գնում ես վերարտադրողական կենտրոն, ասում ես մի հատ շուտ արեք, մի բան հավաքեք, ես չեմ կարող, որտեվ ես չեմ կարող մայր չդառնալ, որտեվ փոքր ժամանակից որ ասում են ինչ ես դառնալ մեծանց, ես միշտ ասել եմ մամա, հասկանում ես, ես չեմ կարող մամա չդառնալ։ Այդպիսի մի փառք Աստծո զարգացած թեմա, ձվաբջիջ հավաքել, դա խնդիր չի, բավականին շատ հավաքել եմ, ունեմ այնտեղ պահեստ, կարող եմ նվիրել ընկերուհիներիս, միշտ կատակով ասում եմ, եղեք որ ձեզ երեխա պետք է շատ ենք պահել, էլի ձեզ էլ կտամ։ Մի խոսքով, երբ որ ձվաբջիջը հավաքում ես, մի կողմ ունենում ես բիոբանկում պահած, դու իմ ամենաշատ մտածողություններն էր, որ ես կարողա ուշանամ իմ ոնց որ տարիքի հետ, հետո կարողա օրգանիզմ, ռեպրոդուկցիա եւ այլն, այդ է շատ մտահոգում, թե չէ։ Հիմա նայեք, եթե ես երեխա ունենամ, ես մեկ է, եթե գնամ երեխային տանեմ դպրոց, մեկ է լինելու եմ արդեն, կարող է իմ տեսքը շատերը չիմանան, բայց մեկ է ես չեմ լինելու այն 20 տարեկան աղջիկով, որ տալի է երեխային դպրոց, մեկ է ես լինում եմ ավելի մի քիչ տարիքով ծնողների շարքում ու կարող է լինել արդեն տատիկ, եթե ինչ որ մի քիչ էլ ուշացնեմ, մի խոսքով զուտ այդ պահն էր, որ մտածում էի օրգանիզմս կարող է այլ ինչ որ տարիներ հետո չձգի, այդ բժիշկն էլ տենց ասաց, այդ հարցը լուծվեց ու երբ որ դու գիտես, որ դու էլ չես ուշացել մեծ հաշվով, եթե ինչ որ բան չստացվի, հաստատ կարելի է էկո տարբերակով ունենալ այդ երեխային, կարելի է սուրոգատ մայրով ունենալ, ես միշտ բաց եմ զարգացած բոլոր հնարավորությունների հանդեպ, բայց որ այդ կետից երևի վերացավ։ Ես մի ընկերուհի ունեի, շատ մտերիմ է, Դուբայում այդ դեպի ապրում, ինձ ասաց կլինի գնաս ձվաբջիջները հավաքես, ու էլ չմտածես դրա մասին, որտեվ այդ ինձ շատ էր լարում, որտեվ ես սկսել էի ում հետ հանդիպել, իր մեջ իմ երեխայի papan էի տեսնում, բայց այն вообще papai բան չէին, էլի։
բայց որոշել է, որ ինքնից իմ երեխայի papan են դառնալու։ Ես հիշում եմ նաև հոգեբանորեն դու ինչքան ծանր վիճակում էր այն փուլում, երբ կարծում էիր, որ ունես առողջական խնդիրներ ու մենք խոսել ենք այդ մասին, երբ ասում էիր հասկանում ես, ես հնարավոր է երբեք մամա չդառնամ։ Ու հիմա նայում եմ քեզ, ուրախ եմ, որ ավելի հանգիստ ես խոսում այդ ամեն ինչի մասին, բայց ուզում եմ այդ ժամանակահատվածի քո հոգեվիճակի մասին խոսենք, որովհետև երբեմն բժիշկները կարող են շատ չոր դատավճիռ ասել ու դա ասել որպես դատավճիռ, չհասկանալով, որ դա կարող է մի քանի տարով փոխել մարդու կյանքի հունը։ Դե այդ ժամանակ շատ խոցել էի, նպատակ չունեի կյանքումս, դարձել էր միակ նպատակը երեխա ունենալ, ընտանիք կազմել, բայց հիմա չգիտեմ, վերացել է, այդ շատ փոխեց, ես չեմ հիշում քանի տարի կորցրի դրա վրա, փակել էի անձնական կյանք եւ այլն, այդ ամենաբանն էր, այդ ցավոտներ, որովհետեւ գիտես ոնց էր, ավելի շատ նպատակ էր, որ վայ հղի, վայ երեխա, ոնց ինչ-որ նյունյուկ պահերը, հիմա ցաշու մտածում, եթե ինչ-որ X ժամանակ անցնի, շատ ուշանամ, նախ չեմ ուզում ինչ-որ պատահական, ես ուզում եմ երեխան լինի իմ սիրած մարդուց եւ լինի ընտանիքում։ Եթե ինչ-որ կետում ես մտածում եմ, որ ես օքեյ, մենակս կարող եմ ունենալ մեծացնել, չեմ ուզում։ Ես իրոք այդպես չեմ ուզում հիմա։ Որովհետեւ այդ երեխան պետքա տեսնի սեր, իմ պատկերացված, ես մեծացել եմ ընտանիքում Փառք Աստծո, իմ ծնողները միասին են մնացել մինչ օրս ու վստահ եմ, որ մինչ վերջին օրը կլինեն իրար հետ, ու ես այդ ընտանիքի տեսակ այդ կոնցեպտում եմ մեծացել, որտեղ կա իրար հանդեպ սեր, հարգանք, իրար պատժ կայանանում։ Դե համար ես չեմ հասկանում, ինչի պետք է իմ երեխան այդ ամեն ինչից զրկված լինի։ Ես հասկանում եմ, որ ինչ որ XX մարդկանց մոտ կարող է դա չի ստացվել, որովհետև ինչ որ հանգամանքներ կա, նրանց ստիպել են շտապել կան մարդիկ, ում մոտ բաժանություն է գրանցվել, բայց ես այս պահում զուտ միայն շտապելու, որ չհասցնելու այդ նպատակով ելնելով չեմ ուզում ուղղակի երեխա ունենամ։ Դրա համար Պարզապես թողել եմ այդ հարցը մի կողմ եւ երբ ունենամ ինձ համապատասխան մարդը, ամեն ինչ կլուծվի, իր տեղը կընկնի։ Ես չեմ նայում ոչ մի բանին կյանքում, որ պետքա գնամ այն կայարանին հասնեմ։ Ես միշտ նայում եմ ինչ որ բանի իմ կյանքում, որպես կայարան, որտեղից ես պետք է ուղևոր վերցնեմ։ Օրինակ, նույն անձնականի հարցում ես մտածում եմ, ոչ թե գնալու եմ ամուսնանամ ու սկսեց ամուսնական կյանք, տունը ճաշ, երեխուն մեծացրու, ամեն ինչ հաջողություն չէ։ Ես մտածում եմ, այդ այն կայարանն է, որտեղից ես պետքա վերցնեմ մի նենց կարևոր ուղևորի, որ պետքա իմ կյանքը գունավորի, ավելի լավը դարձնի, ոչ թե իր շնորհիվ ես պետք է լավը դառնամ, այլ պետքա ինքը չխանգարի իմ ընթացքին, ինքը պետքա զուգահեռ քայլի իմ նպատակներին, իմ պլաններին, իմ պատկերացրած կյանքին, ճամփորդություններին։ Եթե այդ մարդը չի համապատասխանում, անցնում ենք առաջ, այսինքն կայարանը կանգնելու համար չի ինձ համար։ Ինձ համար ընկերներ, մարդիկ, նոր գիտելիքներ, նոր աշխատանք, նոր լավ տպավորություններ, էմոցիաներ հավաքելու կայարաններ են, ոչ թե կանգնելու։ Այն լույսից, չգիտեմ, այնքան շատ քիչ բան է մնացել, չգիտեմ, թե էմոցիաներս ինչ որ մի օր սենց կորան, գիտես, դու ոնց ասեմ, օրինակ կյանքումս նենց պահեր են եղել, որտեղ ես որոնք ես իմ ինստայով չեմ էլ կիսվել, այսինքն սոցհարթակում չեմ կիսվել, բայց դու լինում ես սիրում ես տարի ու կես մի մարդու, ով որ կարող է քո ծննդյան օրը չլինի քո կողքին, մի քանի օր առաջ ինքը որոշեց չլինի։ Ու դու արդեն հասկանում ես, որ դուք միասին եք, դուք արդեն պիտի ամուսնանայիք, ինչ որ հարցեր կան, բայց ինքը գնաց։ Դա եթե դու գնացիր, ուրեմն ստացվում է բոլոր այն մարդիկ, ում դու շատ սիրում ես, եւ դու գիտես, որ վերջ, դա է, 2 օրից միասին եք, ինքը թողնում գնում է, այսինքն կյանքում ամեն ինչ հնարավոր է, չէ՞, բոլոր մարդիկ քեզ կարող են թողնել գնալ։ Դրա համար դու հասկանում ես, որ չկա ինչ-որ միանշանակ բան։ Եվ այդ նույն, ասենց ասեմ, իրավիճակներ կան, կոնկրետ ինչ-որ sense բաներ, ոնց որ սև պալասալիներ, ոնց որ ծնունդիցս մի քանի օր առաջ, մի քանի անգամ եղավ, որ հարաբերությունները չեն ստացվում։ Ես ոչ թե այն ժամանակ մի քանի անգամ տարբեր մարդիկ ստացվեցին տենց, որ հենց ծննդյանս նախորդ օրերին մեկ էլ չկա։ Նախորդ օրերին մեկ էլ ու ոչ թե հարցը էլ ասեմ, հա, հարցը նվեր տալ չտալը չի հաստատ։ Այդ մտածել եմ, նվերները նախապես են տվել, բայց գնում են 4 ժամանակով, հետո հետ են գալիս։ Բոլորը վերադառնում են, լուրջ անխտիր։ Եթե նրանց չես կանչում, նրանք վերադառնում են։ Դու պետք է ուղղակի նրանց լավ մոռանաս, որ նրանք հասկանան ու հետ գան, բայց երբ վերադառնում են, միշտ ուշ լինում, որպես կանոն։ Ուղղակի այդ ինչ որ այս ալիքների մեջ կյանքի ես հասկացա, որ ես ունեմ ինձ, ես եմ ինքս իմ կյանքի հարթողը եւ ինձ իմ կողքին թող լինի այն մարդը, ով որ կա այդքան եւ ով ուզում է լինի։
Եվ ով որ լուրջ է։ Անիմաստ ինչ որ անկապ շփումների համար ես ժամանակ չունեմ։ Ես դրա փոխարեն կարող եմ աշխատել եւս մեկ բնակարան առնել Դուբայում։ Ինձ ընդհանրապես ոչ ոք ավելորդ պետք չի։ Եթե պետքա գա ինչ որ թույլ տղամարդ իմ կողքին լինի, կներեք ես շատ էլ լավ տղամարդ եմ ինձ համար, հեչ կարիքը չունեմ։ Ասացիր այն լույսից ոչինչ չի մնացել ու իսկապես քո էմոցիոնալ դաշտը շատ է փոխվել կամ դու շատ լավ աշխատել ես քո էմոցիոնալ դաշտի վրա կամ շատ լավ աշխատել ես ինչպես ներկայացնել քո էմոցիոնալ դաշտը։ Ես քեզ ճանաչում եմ ավելի քան 13 տարի։ Ավելի շատ, հա։ Բավականին երկար ժամանակ է ինչ ճանաչում եմ ու հասարակությունը քեզ ավելի շատ սկսեց ճանաչել քո համարձակ կերպարներով ներկայանալուց հետո։ Բայց ես քեզ տեսել եմ մինչև այդ էլ դու միշտ եղել ես ազատ մտածողություն ունեցող աղջիկ, առաջին հերթին հոգով ազատ ես եղել, բայց այն ազատությունը, նաև արտաքին ազատությունը, որը եկավ քեզ մոտ, դա արդեն վերջին տարիների պատմություն ունի։ Քեզ ինչ որ առումով այսպես դարձրեցին բոլոր այն մարդիկ, ում դու սիրում էիր, բայց ինչ որ պահի սիրտդ կոտրեցին։ Ուժեղ դարձրին։ Գուցե դա էլ չեմ կարող հերքել, դա էլ նպաստեց, որովհետև միշտ բան ես մտածում, միշտ մտածում ես, վա ինչ հաճելի է վարդագույն ակնոցներով, ասեն սիրում ենք իրար, մեկ էլ ինչ որ բան չի լինում։ Բնականաբար ազդում է դա, բայց ես նաև ինքս իմ վրա շատ եմ աշխատել, հասկանալու եմ, որ օրինակ ինչի է մի բանը մի քանի անգամ լինում։ Ուրեմն ինչ որ դաս կա, ես չեմ խաղալ։ Ուրեմն ու ես սկսեցի սենց ասեմ, կյանքին վերաբերվել որպես խաղ։ Մի քիչ գեշ է հնչում, բայց երբ որ ինչ որ բան չի ստացվում այս կողմից, ես էլ դեբիլի պես չեմ գնում էլի նույն կողմից փորձում ու նույն ձև չեմ վարվում։ Հիմա սկսում եմ այդ ուրիշ շորակուրսից գալ։ Ասեմ հələ արի սենց պատասխանի այդ նամակին, հələ տես ոնց կարձագանքի, հələ արի օրինակ գրումա մի պատասխանի առհասարակ կամ ինչ որ սիտուացիաներ լինում են, ես իմ կյանքում ինչ որ արական սեռի նկատմամբ ունեի օրինակ կոմպլեքս, հենց կարող է գրեին շնորհքի ձելներով պատասխանել։ Ես շնորհքի ձելներով ոչ մեկին չեմ պատասխանում։ Ինձ չի հետաքրքրում։ Հիմա շատ խոսում եմ, որ գոռոզացել եմ, օքեյ։ Այսինքն ես ինքս իմ վրա աշխատեցի։ Բնականաբար այդ քո ասածները ազդում են, իրենք թողնում են ինչ որ հետքեր, բայց կրկնակի անգամ համոզում են քեզ, որ այս ամբողջ աշխարհում դու մեկը մենակ ես, որտեղ ոչ մեկի վրա հույս չես կարող ունել, ոչ երեխայիդ վրա։ Ծնողները ծնողներ են, հա իմ բախտը բերել է իմ ծնողները ուրիշ ծնողներ, իրանք միշտ իմ կողքին են, բայց լիքը մարդ չունի, այսինքն դու որպես անհատ եթե գալիս ես այս աշխարհ, դու օքեյ, ծնողդ քեզ բերել է, ասել է գնա ապրի։ Դու երեխա ունես, քո երեխան մի օր իր սիրած մարդուն հանդիպելու է, գնալու է ապրի, դու մենակ ես։ Դե մարդ դու պետք է քեզ մենակով կարողանաս այնքան կոմֆորտ զոնա ստեղծես ու լինես լավ, որ ոչ մեկի կարիքը չունենաս։ Ես չգիտեմ որ կետից դարձա այսպեսին։ Բայց նպաստել են միանշանակ։ Իտալսոլարն առաջարկում է անցնել արևային կայանների եւ մոռանալ էլեկտրաէներգիայից օգտվելու ավանդական տարբերակների եւ ամսավճարների մասին։ Իտալսոլարում միշտ կան հրաշալի առաջարկներ, այս պահին կարող եք ձեռք բերել նաեւ արևային մարտկոցներ եւ մոռանալ նույնիսկ հոսանքազրկումների մասին, իսկ մինչեւ մայիսի 31-ը Իտալսոլարից արևային կայան գնելու դեպքում դուք կարող եք մասնակցել խաղարկությանը եւ հնարավոր է դուք դառնաք այն 3 հաջողակներից մեկը, որոնց արևային կայանի ամբողջական գումարը կվճարի Իտալսոլարը։ Եթե նույնիսկ դուք չդառնաք այս հաջողակներից մեկը, ելի առաջարկ կա։ Ապառիկ գնման դեպքում առաջին 3 ամսվա գումարը ձեր փոխարեն վճարում է Իտալսոլարը։ Այնպես որ ապառիկը գնում եք, արևային կայանն ունենում եք, վճարումն էլ չեք անում։ Լավ է, չէ՞։ Ժամանակին քո ու Սոշ Ջանիբեկյանի Սիրավեպը, որը շատ մեծ քննարկումների տեղիք էր տալիս, այդ քո կյանքի շատ սիրուն էջերից մեկն էր, բայց ինչպես ես եմ հասկանում, նաև շատ ցավոտ էջերից մեկն էր։ Դու այդտեղ սիրելով բաժանվեցիր։ Սոսից հա սիրելով եմ բաժանվել, բայց իմ ինեցած ես եմ գնացել բաժանման, ինքը բազմիցս նշել է տարբեր հարցազրույցներում, որ իրեն թողել եմ, ես պատն եմ, ես հիշում եմ այդ ընթացքի իմ կյանքի։ Մենք սոսի հետ մեկ է լավ ընկերներ ենք, դա չնպաստեց նրան էլի, որ ինչ-որ հարաբերությունները փչանան, բայց կյանքում ինչ-որ մի կետ կար, որ հա, ես ունեի խնդիր ու ինձ պետք էր այդ խնդրի լուծում, իսկ այդ լուծման մեջ սոսը իրեն ներկա չտեսավ իմ կյանքում, փառք Աստծո ամեն ինչ անցավ լուծվեց, բայց դե արդեն էլ որ բաժանվում ես մի կեսակ դժվար է լինում վերադառնալ էլի երկուստեք աշխատանքա։
Դրանից հետո երբեմն ձեր համատեղ լուսանկարները հայտնվում էին ցանցում ու նույնիսկ այդ լուսանկարներից այնպիսի էներգիա էր ճառագում, որ շատերը քննարկում էին, որ կարող է Սոսն ու Լուսին միացել են ու բավականին երկար ժամանակ դեռ քննարկվում էր, մինչև Սոսը արդեն ամուսնացավ, երեխա ունեցավ։ Դա քո կյանքում այն հարաբերությունն էր, որին մտքով դու էիր վերադառնում, թե դու կարողացար այդ փուլում ավարտել այդ հարաբերությունը։ Ասեմ, յուրաքանչյուր ստացված հարաբերություն, որտեղ դուք եղել եք սիրով ու երջանիկ, դու ինչ-որ ժամանակ առ ժամանակ վերադառնում ես այդ հարաբերությունների, այդ մարդու հետ ունես լավ հիշողություններ։ Ոստի Սոսն էլ բացառություն չի եղել այդ առումով, ես վերադարձել եմ բազմիցս, նույնիսկ մտածել եմ գուցե վերադառնամ։ Բայց չեմ արել վերադարձի քայլը, համենայն դեպս այդ շրջանում, որ վերադառնայի, վստահ եմ նրա կողմից դա կընդունվեր եւ ինքը նույնիսկ կուզեր, որ ես վերադառնայի, բայց այդ քայլը չեմ արել, որովհետեւ իմ կյանքում համոզվել եմ, որ ինչ որ բան եթե ավարտվում է, անհնար է հետո շարունակել, էլի։ Մի քիչ այդ առումով ուրիշ է իմ հայացքները, ուրիշ են, բայց Սոսը եղել է այն մարդկանցից իմ կյանքում, ում համար ես չեմ ափսոսում, այսինքն շատ ուրախ եմ, որ նա եղել է իմ կյանքում, մենք շատ լավ զույգ ենք եղել, Սոսից առաջ էլ ես ունեցել եմ շատ լավ հարաբերություններ, որոնք երբեմն նույնիսկ մտածում եմ երևի թե պետք չէր դադարեցնել ու սկսել Սոսի հետ հանդիպել, բավականին լուրջ հարաբերությունների մեջ էի, ես սկսեցի Սոսի հետ հանդիպել, ասենք շատ անիմաստ, ինչ որ sense արագ ավարտելով հարաբերություններս, որոնք ունեին մոտ 5-6 տարվա պատմություն։ Այսինքն 5-6 տարի դու ունեիր սիրավեպ, սիրահարվեցիր Սոսին եւ լքեցիր։ Հա, մենք տենց շատ ոնց որ տարբեր խոչընդոտներ էին գալիս, վեճեր ունենում էին երբեմն ու Սոսը հայտնվեց, ես բաժանվեցի ընկերոջիցս։ Բայց հիմա որ հետ եմ նայում, գուցե եւ չբաժանվեի, այսինքն ներկայիս Լուսին լրիվ ուրիշ ձև կվարվեր, չէր տրվի այդ էմոցիաներին, չնայած որ Սոսի հետ մենք շուրջ տարի ու կես շատ երջանիկ ենք եղել, Սոսի ընտանիքին շատ հարգում ու մինչ օրս շատ որ շատ ջերմությամբ, շատ սիրով եմ վերաբերվում, ես իր մամային, պապային, բոլորին շատ սիրում էի, բայց ոնց ասեմ, չեմ ափսոսում ու շատ շնորհակալ եմ ու շատ ուրախ եմ, որ ինքը եղել է, ինքը այն մարդկանց շարքում է, որ ես հետ եմ նայում, ասում եմ, այդ շրջանի Լուսիկը, մեկը երջանիկ էր։ Իրանից առաջ էլ էր երջանիկ, իրանից հետո էլ եղել են մարդիկ, ովքեր ում հետ ես երջանիկ եմ եղել։ Դու նշեցիր, որ եղել է շրջաններ, երբ որ մտքով մտածել ես, որ կարելի է վերադառնալ եւ այլն։ Դու հիմա այսօրվա Լուսին, այն աղջիկն է, որը մտքով էլի վերադառնում է, թե մի քանի տարի առաջվա Լուսին վերադառնում էր, այսօրվա Լուսին չի վերադառնում։ Չէ, ես հիմա չեմ վերադառնում, միանշանակ չեմ վերադառնում։ Գիտես ոնց, ես հիմա եթե բաժանվում եմ, ինչ որ հարաբերություն վերջ եմ տալիս, ես տխրում եմ 2 ժամ։ Լուրջ մի քիչ գիտեմ տարօրինակ կհնչի, բայց գիտակցական մակարդակս այնքան է հասել, որ եթե ես հիմա այս հարցին, եթե տարիներ առաջ պատասխանեի քեզ, ես կլացեի։ Ես գիտեմ։ Հա, բայց ես չեմ լացում, ես հիմա հասկացա, որ ես չեմ լացում ու ուրախացա ինքսի մեջ, որովհետև ինչ որ մակարդակի եմ հասել կյանքումս, այս ներսում ինքսինց հետ, որ եթե առաջ ես ընկալում էի ինձ որպես զոհ, որ ինձ թողեցին, կամ որպես ես թողեցի, էլի չստացվեց, ինչ որ զոհ այդ կերպարը մնում էր, ինձ մոտ հիմա դա չկա, որովհետև եթե ինչ որ հարաբերություններ ավարտվում են, ես այլ կերպ եմ ընկալում, ես ընկալում եմ, որ ուրեմն սկսելու են նոր ավելի լավ հարաբերություններ։ Մի բան ասացիր, որին չեմ կարող չանդրադառնալ, երբեմն մտածում ես, որ այդ հարաբերությունները չպետք է թողնեիր հանուն Սոսի, այստեղ խնդիրը ոչ թե հանուն Սոսն է, այլ որ այդ հարաբերությունները չպետք է թողնեիր։ Ուտես խոսում ես 5-6 տարի նույն հարաբերությունների մեջ լինելու մասին, որից հետո եղան քո հարաբերությունները Սոսի հետ, բաժանվեցիր ու արդեն դու խոսում ես ավելի հաճախ հարաբերություններ ունենալու մասին, մենակ չմնալու մասին եւ այլն եւ այլն։ Մինչեւ այդ փուլը քո կյանքում միայն մեկ մարդ էր եւ վերջ, թե այդ ընթացքում էլ դու շատ արագ սիրահարվում ես։ Չէ, այդ 5-6 տարվա ընթացքում եղել եմ, որ թեթև ինչ որ բաժանվել ենք, բայց ինչ որ ուրիշ տղայով չի խախտվել այդ ընթացքը բնականաբար։ Այդ փուլը եկել է բավականին վերջերս, որ ես կարող եմ ճանաչել ու բաց թողնել։ Հա, փոխվել եմ, որովհետեւ նայ ես ինչու ասացի, ես պետք է այդպես չանեի, որովհետեւ ես 6 տարի շարունակ ես ունեի շատ մտերիմ ընկեր։ Ես իրեն ցավացրի։ Թե չէ, այսինքն նենց չի որ ոնց ասեմ, նենց չի որ ես ափսոսում եմ, բայց այդ մարդուն ես ցավացրի, ես չի ուզում, ես իմ հոր մոտ գնացած ես ցավացրել եմ այս մարդուն, ասած դու սխալ ես արել։ Հիմա եթե ես լինեի, ես
Ես չեմ ուզում վատաբանել ոչ սոսին, ոչ մեկ այլ մեկին, բայց Իչև ինչ-որ ժամանակ անցա, որ նկետին 6 տարվա ընկերը հիմա շատ լավ ընկերն է։ Փառքաստում ենք շատ լավ ընկերներ ենք մնացել, ես իր կնոջ հետ եմ շատ ընկերական, իր երեխաների հանդեպ արդեն հազար թե շատ երեխա ունեն, հազարը չասենք, բայց շատ են, բայց ես իմ ներսով շատ արդար մարդ եմ ու չեմ սիրում, որ լավ մարդկանց հանդեպ լինում եմ անարդար։ Այդ պարագայում ես եղել եմ անարդար։ Ոնց ասեմ, ես երկար ժամանակ մտածում էի, որ տեսնես այդ մարդը ինձ կների, որ ես այդքան ցավ եմ տվել, որովհետև ես մի շաբաթում տեսա մի հատ ուրիշ մարդ -20 կիլոգրամով, ես շատ ցավացրի։ Մենք հետո միացանք, սոսից հետո մենք միացանք, փորձեցինք վերակառուցել, բայց դե չի լինում երկրորդ անգամ։ Այդ ողջ ընթացքում էլի դեպ սոսի հետ լինելու, թեպետ եւ ես իրեն ասել էի պատճառը բաժանել, ես միշտ արդար ասել եմ։ Ինքը մնաց իմ լավ ընկերը ողջ ընթացքում եւ դրանից սոսն էլ էր տեղյակ։ Ասածս որն է, որ բավականին վերջին տարիների ընթացքում նոր ես հասկացա, որ ես ու իմ այդ նախկին ընկերը մենք ինքան լավ ընկերներ ենք, որ ես էլ չեմ մտածում, տեսնես ինքը ինձ կների թե ոչ, որտեվ արդեն անցել է։ Բայց ես հիշում եմ տարիներ շարունակ շատ ծանր էի տանում, որ ես իմ պատահական արագ, ես չեմ ասում ես սոսին չեմ սիրել, բայց որոշումը լինելու նրա հետ շատ արագ է կայացվել իմ կողմից եւ ոչ ծանրակշիռ, առանց մտածելու քեզ 6 տարի շարունակ կարևոր մարդ լինելու մասին։ Դրա համար այդ առումով եմ ասում, ես գուցե այդպես չվարվեի, որովհետեւ եթե ես լինեի հիմա հարաբերությունների մեջ 5-6 տարի ու ինչ որ մեկը հայտնվեր, որ ինձ դուր գար, ինչ որ հասկանում ես այն ժամանակ ուրիշ ձև ես նայում, այն ժամանակ նայում ես, որ վայ սիրահարվեցի, իսկ հիմա ես վայ չեմ սիրահարվում։ Ես իմ կողքի մարդուն այնքան եմ կարևորում, արժևորում, որ թե ինչ որ մեկը գա ես այդ բան իրեն հավանեմ, սիրահարվեմ, դա չի կարող լինել պատճառ, որ ես իմ սիրած ու կարևորած մարդուց գնամ։ Իսկ այն ժամանակ ես վարվել եմ մեկին ու սիրահարվել ուրիշին։ Դե չգիտեմ, բայց այն ժամանակ սիրել եմ ու եղել է, չէ՞։ Ես չեմ կարող ասել հիմա կլինի թե ոչ, բայց այն ժամանակ ես շատ սիրել եմ այդ տղային։ Սիրել ես։ Հա, շատ սիրել եմ։ Պարզապես մեր մոտ կար տարիքային մեծ տարբերություն, դա էր ինձ խանգարում, երեխա էի հələ, չեմ էլի շուն 20 տարեկան էի, 21 եւ ինքը ինձնից մի 12 տարի մեծ էր ու բավական լուրջ տղա էր ինքը իր տեսակով, այսինքն կարող գնայինք իրար հետ հանգստանալու ինչ որ միտեղ, ինքը գնար նստեր բանա ամբրելայի բան տակ, ծածկոցի տակ, ծածկի տակ, ասեր դե գնա լողա կամ գնում էինք Հելովինի փարթի, ասում էր բարի ես նայեմ, հասկանում ես, մեր ընկալումները կյանքի ու ռիթմը 20 տարեկան, այսինքն 15-16 տարեկանից այդ տղայի հետ ընկերություն չէ, 20 տարեկանից, մոտ 20-21։ Ինքը ինձնից մոտ մեծ էր, մոտ մի 12 տարի հիշում եմ, ու քանի որ ինքը ավելի հասուն էր, բացի որ այդքան մեծ էր, նաև շատ հասուն էր իր կյանքում, ինքը իր դժվարությունները անցած, լիքը բաներ ինքը մենակով կառուցած այլ երկրում, արտերկրում, դրա համար ինքը շատ լուրջ էր ու ես նեղվում էի դրանից, որ ինքը իմ հետ չի ջրի կանում, չի ակնում, բայց դա իմ տարիքն էր, 20 տարեկան երեխա աղջիկը ոնց է լինում, չէ՞։ Դրա համար չգիտեմ, ինչ որ մի կետում ես հասկացա, որ ինձ սոսի հետ ավելի ուրախ է, հասկացար, դրանով առաջ գնացի դեպի սոսը։ Էլի ասում եմ, չեմ փոշմանում, շատ լավ ա եղել ամեն ինչ, բայց այս օրվա լույսին չէր ցավացնի 6 տարվա մարդուն իր կողքի, ով որ շատ բաներ էր արել իր համար։ Պատճառը ոնց որ դա է, էլի, ոչ թե նրա համար որ վայ ափսոսում եմ, չէ, պարզապես ես սիրում եմ մարդկանց վերաբերվել լավ, եթե իրանք լավ մարդ են։ Եթե վատ է, ես ուղղակի իրանց չեմ վերաբերվում, ես իրանց հետ չեմ ունենում ինչ որ ընդհանուր մի բան, բայց իմ հանդեպ լավ արած մարդուն նեղացրել էի։ Լուսի, իսկ այն շրջանում, երբ քեզ մոտ սևեռուն միտքեր դարձել, որ դու ուզում ես ընտանիք ունենալ, ուզում ես երեխա ունենալ, երբ որ դու բաժանվեցիր ու դու մնացիր քո երազանքի հետ ընտանիք ունենալու, արդյոք այդ ժամանակ ավելի խորացավ ափսոսանքը, որ թողեցիր այն տղային։ Երբ որ 5-6 տարի լինում ես մի մարդու հետ, ում ընտանիքի անդամն ես, ես այդ մարդու հետ էի ամեն նոր տարուն, իրենց տանը, Մոսկվայում, մի խոսքով, ես պատկերացնում էի կին տղամարդ ընտանիքում։ Երբ որ բաժանվեցի այդ տղայից,
Նենց չի որ սոսի հետ տենց չէր հարցը նաև ես սոսի հետ էլ էր շատ լուրջ նենց չի որ մենք սոսի հետ տենց մանկերեսային հանդիպեցինք չէ սոսի մամայի սոսի տանն էի մնում շատ հաճախ օրերով սոսի մաման էր ինձ ես հիշում եմ Տիկին Աննան ես իրան շատ հարգում ու սիրում եմ մի օր շատ տաքություն ունեի ինձ թվում մեռնում եմ շատ վատ էի ինքն է ինձ վերակենդանացրել ուզում ասեմ ես սոսի հետ եղել եմ այդ հարաբերությունների մեջ որպես ընտանիքի անդամ էլի պարզապես ինչ որ հարցում իրար չհասկացանք ես տենց հարցում հիմա չէի հիասթափվի, բայց մի նախադասությամբ պայմանավորված ես վիրավորվեցի, նեղացա ու գնացի ու քանի որ իմ պատկերացրած կոնցեպտը ընտանիքներ եւ այդ կոնցեպտի մեջ այն մարդներով որ 5-6 տարի իմ կողքին ա եղել եւ ողջ սոսի ընթացքում եղել է լավ ընկեր ինձ, բնականաբար ես գնացի հետ իր մոտ, որտեղ ինքին մոտ ինքից հարազատ մարդ էր, ինքինց լավ գիտեր։ Ինքը մի նախադասություն չէր վրիպի քաջ գիտակցելով հետևանք, այսինքն ինձ լավ էր ճանաչում դրա համար վերադարձա նրա մոտ որովհետև խնդիրները որոնք իմ մոտ ծագել էին առողջական իրանք ինձ ուղղորդում էին դեպի ընտանիք եւ բնականաբար ես այդ պահին մտածում էի իմ առողջության, իմ ապագայի մասին ու քանի որ ունեի թեև թիկունք դեռ իմ կողքին են մարդում ես վստահում էի անվերապահորեն ես ընտրեցի այդպես վարվել բայց ասել որ ես հենց ավելի հուսահատված գնացի ավելի չէ այսինքն ուղղակի այդ պարագայում ես ունեի մարդ, ով որ իմ կողքին է ամեն հարցում եղել եւ բնականաբար, երբ որ եկավ այդ հարցը, ես հասկացա, որ ինքը նաեւ այդ հարցում դեռ չի փոխվել ու ինքը նույն իմ ճանաչած մարդն է ու որ փորձեցի վերակառուցել հարաբերությունը։ Լուսի, ես վստահ եմ, որ եթե հիմա հարցնեմ, դու կասես, որ կուզեիր, որ քո կյանքը լիներ այն կետում, որում հիմա է, քեզ մի փոքր ընկալելով կարծում եմ, որ դա է լինելու քո պատասխանը, բայց երբեմն մտածում ես, ինչպիսին կլիներ կյանքդ, եթե ի սկզբանե չբաժանվեիր այդ տղայից։ Հիմա մտածում ես այդ մասին։ Հա, դե ես կլինեի ամուսնացած, կունենայինք մի 4-5 երեխա։ Ես մտածել եմ այդ հարցի շուրջ, կլինեի երջանիկ, հա, որովհետև գիտես, երբ որ մեծանում ես, այդ երջանկության կոնցեպտը ինքը փոխվում է շատ։ Տարեց տարի փոխվում է։ Եթե քո համար երջանկությունը այդ անընդհատ վսպշկաններն են, էմոցիաներն են, բան 20 տարեկանում, քո մոտ 30 տարեկանում դառնում է ուրիշ բան, դու դառնում ես մարդ, ով որ երջանիկ է, երբ որ կոմֆորտ է, երբ որ այդ մարդու հետ հաճելի է արթնանալ, երբ որ հաճելի է միասին ընթրիք պատրաստել, երբ որ հաճելի է միասին կինո դնել, նայել, հասկանում ես, բաներ կան, որ դու ուրիշ ձև ես ընկալում եւ բնականաբար, եթե ես այդ տղային հանդիպեի այս տարիքում, ինքը նույնն լիներ, ես այս տարիքում հանդիպեի, մենք կլինեինք շատ երջանիկ, բայց այն տարիքում, քանի որ մենք հանդիպել էինք տարբեր ընթացքներում, ես դեռ պատրաստ չէի ես դեռ հասուն չէի իմ գիտակցությամբ, որպես ես ամեն ինչը հասկանայի, բայց կարծում եմ, որ կլինեի երջանիկ, որովհետև ես նրա կնոջը ճանաչում եմ, նա շատ երջանիկ է, եւ ինչ դեպքում որը կընտրեիր, եթե ենթադրենք դու կողքից նայեիր քո կյանքը, ես սա կընտրեի, որովհետև ես այս իրականության մեջ եմ ռեալիզացված, գուցե ես այնտեղ լինեի չանեի դիմա այս դեմքից փոփոխությունը, չանեի շատ այլ փոփոխություններ իմ կյանքում, գուցե չէ, հաստատ չէի տեղափոխվի Դուբայ ապրելու, բայց քանի որ իմ ներկան ինձ շատ դուր է գալիս, իր բոլոր փոփոխություններով լինի տեղային թե դիմային, դրա համար ես կընտրեի իմ ներկա կյանքը, հետ չէի գնա, որովհետև արդեն այդ մարդուն ընկալում եմ որպես ինձ եղբայր ու հայր, շատ մտերիմ հորպես, եղբորպես Եվ որովհետև ինձ հիմա շատ լավ է։ Ես վստահ եմ, որ շատ մարդիկ չեն պատկերացնելու այսպիսի հարաբերությունից հետո տվյալ մարդու կնոջ հետ ինչպես կարող ես ընկերական հարաբերություն ձևավորել, ինչպես ես ձևավորել։ Ես ասեմ ավելին, մենք բաժանվել էինք նրա հետ հաշվածորը եւ հետո ես իմացա, որ իրանք իրար հետ են, իսկ այդ աղջկա հետ մենք բավական լավ հարաբերությունների մեջ էինք։ Այսինքն մենք գործի բնույթով շատ հաճախ էինք իրար տեսնում, ինքը լավ գիտեր, որ նա իմ ընկերն է։ Ու չգիտեմ իհարկե ոնց եղավ, ես երբեք չեմ էլ հարցրել, բայց X քանակի օրերից հետո տեսա նրանց միասին, ուզում եմ ասեմ, այնպես որ նրա կինը տեղ չունի ինձնից նեղանալու հաստատ, եթե ոչ ես։ Իսկ դու նեղանալու տեղ ունես։ Դե չէ, ուղղակի շատ արագ եղավ, այն ժամանակ ինչ որ կարողա բան ընդունեի, մի քիչ ցավով ընդունեի, բայց թե տարիները անցել են, չգիտեմ, այն ժամանակ ինչ որ բաների հետ կարողա չհաշտվեի, բայց դե որոշումները կայացված են, շարժում ենք առաջ։ Գիտես, մի հետաքրքիր բան կա, երբեմն
երբ կորցնում ես ինչ-որ բան, շատ ավելի սկսում ես գնահատել եւ երբեմն այդ կանացի ինքնասիրությունը նույնը նաեւ տղամարդկանց դեպքում է իմիջայլոց, երբ որ տեսնում են, որ ուրիշի կողքին է, շատ ավելի սուր են ընկալում։ Կարող է խանձ ձևավորվի, որը նախկինում չկար, ենթադրենք։ Հա, կա տենց զգացողություն։ Այդ շրջանը ինչպես անցար։ Տենց շրջան չեղավ, որովհետև ես քանի որ հին Լուսին էի, ներկայինս չէ, ես արագ փոխարինում գտա ինչ-որ մի ձևով իմ պատկերացումը։ Տենց լինում են, իմ կյանքում եղել են դեպքեր, չասեմ լինում են, որ քեզ պետք է ինչ-որ մեկի հետ շփվել, որ չգժվես ուղակի։ Ոնց որ ինքնաբերաբար ենթագիտակցություն, մեկ էլ սիրահարվում ես։ Քեզ թվում է թե սիրահարվել ես, այսինքն ես երբ տեսա նրանք միասին են ու իրար հետ, օքեյ, ընտանիք են պատրաստում կառուցել եւ այլն, ես էլ քայլեցի առաջ ու այդ զգացողությունը կոնկրետվել հարաբերության մեջ չեղավ, բայց բարբերաբար կյանքիս ընթացքում եղել են, էլի։ Եթե նստես տունը ու լացես, ես տենց էի մտածում ժամանակին, վաղն էլ լաց կլինես, մյուս օրն էլ լաց կլինես ու ավելի տխուր կլինի ամեն օրը, որպեսզի այդպես չլինի, ես չեմ սիրում այդպես լինել եւ երբեք չեմ սիրել, դա չի փոխվել մինչ օրս էլ, ես չեմ ունում տանը տխրելու, ես չմնացի տունը տխրելու, մի անգամ դուրս եկա ժամադրության, մի անգամ հեռախոսով խոսեցի, ու ինչ որ թեթևացավ այդ պահը, անցավ։ Դրան զուգահեռ նպաստեց նաև այն փաստը, որ այդ մարդը, եթե այդ աղջկա հետ է, ուրեմն իրեն լավ է, չէ։ Եթե ինքը այդ ընտրությունն է արել, ուրեմն ինչ որ բան ավելի լավ է, քան ինձ հետ էր օրինակ։ Որովհետև վիճած էինք եղել այդ ընթացքում, էլ չմիացանք, որովհետև փոփոխություն եղավ իր կյանքում։ Համենայն դեպս, գիտես, ինչ շատ հեշտ է առաջ անցնել, երբ որ դու տեսնում, ինձ համար համենայն դեպս, երբ որ դու տեսնում ես, որ այդ մարդը օքեյ է իր այդ ներկայի մեջ։ Դու ավելորդ ես, նորմալ է, դու ավելորդ ես, գնացիր առաջ։ Լուսի Լայֆրումի գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական ու կոսմետոլոգիական կլինիկայի կողմից Նվեր Քարտ։ Իմիջայլոց ասացիր, որ ստոմատոլոգիական հարցեր ունես, Հայաստանի գլխավոր ստոմատոլոգը Դավիթ Մաթևոսյանն է հենց իմպլանտումի հիմնադիրը, իրենք ունեն նաև կոսմետոլոգիական կենտրոն, որտեղ կարող ես կոսմետոլոգիական հարցեր լուծել, այնպես որ կընտրես ստոմատոլոգի մոտ գնալ թե կոսմետոլոգի, բայց երկու դեպքում էլ վստահ կարող ես լինել, որ հրաշալի մասնագետների ես դիմելու։ Շնորհակալ եմ շատ, անպայման կօգտվեմ։ Իմպլանտում էսթետիկ կենտրոնը ընդլայնվելուց հետո ձեռք է բերել նոր սարքավորում։ Viora իսրայելական սարքը Հայաստանում դեռևս միայն իմպլանտումում է ներկայացված։ Էսթետիկ կենտրոնի ղեկավար բժշկուհի Ելենա Ադամյանը մեզ կպատմի, թե ինչ է իրենից ներկայացնում այս սարքը։ Ողջույն Ելենա։ Ողջույն Ամալիա։ Սարքը բազմակի կիրառություն ունի, որքանով որ ես հասկացա շնորհանդեսին։ Այս սարքավորումը մենք ձեռք ենք բերել պաշտոնական ներկայացուցիչից եւ այն միակն է Հայաստանում, բավականին հայտնի սարք է, ամբողջ աշխարհում տարբեր կլինիկաներում այն կիրառվում է։ Ես ընտրեցի հենց այս սարքավորումը, որովհետեւ պրոցեդուրայից հետո ռեաբիլիտացիոն շրջանը շատ կարճ է տևում, կարելի ասել գրեթե չի լինում։ Աշխատող մարդու համար, հատկապես կանանց համար, դա շատ կարևորագույն հարց է, որպեսզի կատարեն միջամտություններ եւ ոչ մեկ դա չնկատի, իսկ այս սարքը այդպիսի հնարավորություն մեզ տալիս է։ Ինչ խնդիրներ կարող ենք լուծել այս սարքի միջոցով։ Այն իրենց ներկայացնում է 5 սարքեր միաձուլված մեկ սարքի մեջ եւ լուծում է ոչ միայն դեմքի, այլ նաեւ մարմնի խնդիրներ։ Այն մարդիկ, ովքեր չեն ուզում ներարկումներ կատարել, սակայն ցանկանում են երիտասարդությունը պահպանել, կարող են դիմել մեզ եւ մենք կարող ենք լուծել իրենց խնդիրները։ Այդ խնդիրները կարող են լինել երիտասարդացումը, մաշկի պիգմենտացիան, ակնե եւ պոստակնե հետքերը եւ բազմաթիվ խնդիրներ։ Սարքը ունի մի քանի գլխիկ, յուրաքանչյուր գլխիկը ինչ որ մի խնդիր է լուծում։ Օրինակ, Էնդիակ գլխիկը, որը լուծում է մեր մազանոթային խնդիրները, հղիությունից հետո աստղիկները, որոնք առաջանում են, հա, մեր ոտքերի վրա կարող են լինել, օրինակ դեմքի վրա կարող առաջանալ, այս լազերի միջոցով հնարավոր է ձերբազատվել։ Ուզում եմ նշել, որ մենք անպայմանորեն համագործակցելու ենք անոթաբանի հետ, ում ցուցումով էլ իրականացվելու են նման միջամտությունները։ Մյուս գլխիկը դա մեր VFR գլխիկն է, որը ֆրակցիոն ռադիոհաճախականությամբ գլխիկ է, այսինքն իրականացնում է մաշկի երիտասարդացում։ Այն ոչ ինվազիվ մեթոդ է եւ ոչ ասեղային ճանապարհով իրականացնում է կոլագենի ստիմուլյացիա մեր մաշկում եւ բերում է օրինակի համար, եթե կան փոսիկներ, որոնք առաջացել են ակնե հիվանդությունից հետո, այն հզոր կոլագենի սինթեզ է իրականացնում եւ կարող է հարթեցնել մաշկը։ Այն կարող է նաեւ որպես հակատարիքային մեթոդ լինել,
լինել եւ այն մանր կնճիռները, որոնք առաջանում են, նույնպես կարող ենք վերացնել այս գլխիկի միջոցով, այսինքն այն բուժառուները, ովքեր խուսափում են ներարկում կատարել, կարող են դիմել եւ մենք կարող ենք ոչ ինվազիվ մեթոդով խնդիրը լուծել։ Մեր մյուս գլխիկը դա VST գլխիկն է, որը բավականին ոչ տրավմատիկ է եւ առաջին իսկ պրոցեդուրան կատարելուց հետո մենք ունենում ենք lifting effect, հզոր կոլագենի եւ էլաստինի սինթեզ է ապահովում եւ ինչը մենք գիտենք, որ այդ նյութերը մեր մաշկի կարկասն են, որովհետեւ մաշկը կարող է երիտասարդ մնա։ Նման պրոցեդուրաները պետք է կատարել կուրսով։ Մենք ունենք մշակած այդ կուրսը եւ յուրաքանչյուր իհարկե բուժառուի համար անհատական մոտեցում կցուցաբերվի։ Եվ մեր մյուս գլխիկը դա V-form գլխիկն է, որը կարող ենք կիրառել եւ մարմնի եւ դեմքի վրա։ Այս գլխիկը իրականացնում է բոլորի շատ սիրելի ցանկալի նիհարեցումը, կրկնակզակի վերացումը հենց դեմքի հատվածում, եթե կան արտահայտված այտոսկրեր, դա նույնպես կարող ենք փորձել դեմքը մի փոքր նիհարեցնել։ Այս գլխիկի լավ լինել ինչու՞մն է կայանում, որ ինքը միանգամից երկու ֆունկցիա է կատարում եւ վակուում է իրականացնում, որը ազդում է մեր արյան շրջանառությունը լավացնում է եւ բերում է մաշկի ձգման եւ RF է տալիս, այսինքն իրականացնում է ճարպայրում։ Նույն պրոցեդուրայի ժամանակ մենք կարող ենք ունենալ եւ նիհարեցնող, ճարպայրող պրոցեդուրա եւ իհարկե մաշկը ձգող։ Այսինքն սրանով մենք կարող ենք ունենալ ջոլի պրոֆիլ ասվածը, մի փոքր ավելի սրացած դնչիկ, կրկնակզակի վերացում եւ ստորին ծնոտի անկյունների ընդգծում։ Այո, իհարկե կարող ենք ունենալ, սակայն պետք է մեր անատոմիան դա թույլ տա։ Դրա համար շատ կարեւոր է անհատական մոտեցումը ցույց տալ։ Շատ դեպքեր է լինում, որ մարդիկ կրկնակզակի վերացումից հետո իրենք էլ զարմանում են, որ իրենք ունեն այդ ոսկորը եւ կարիքը չէր լինում ընդհանրապես կատարել ֆիլերային աշխատանք։ Եթե կլինեն ցուցումներ, որ պետք է կիրառվի լիպոլիծիկներ, այն ավելի իհարկե լավ արդյունք կարող է բերել, սակայն առանց դրա նույնպես իր առավելություն հենց կանում է դրանում, որ ինքը միանգամից երկու ֆունկցիա է կատարում։ Իհարկե կլինեն անհատական դեպքեր, երբ որ չկա կորած է այդ անկյունը, մենք հետագայում կարող ենք դա ֆիլերի միջոցով ընդգծել։ Սակայն առաջնային անպայման այդ կրկնակզակը, որը առաջանում է, որը փոխում է ընդհանրապես դեմքի օվալը, մենք կարող ենք առաջնային վերացնել այդ կրկնագզակը եւ բնական ընդգծել ոսկորը եւ գուցե եւ ընդհանրապես կարիք էլ չլինի ֆիլերային աշխատանքի։ Իսկ սարքի միջոցով որևէ խնդիր լուծել է, ենթադրում եմ մեկ անգամյա այց, թե սա ավելի համալիր մոտեցում է պահանջում։ Գիտեք, կախված է նախ դեպքից, դրա համար է շատ կարեւոր առաջնային կոնսուլտացիան, սակայն կան պրոցեդուրաներ, որոնք մի քանի այց են ենթադրում։ Լավ արդյունք ստանալու համար բնականաբար մենք բոլորս հասկանում ենք, որ մեկ այցով երբևէ լավ արդյունք չենք կարող ունենալ։ Սարքի պրոցեդուրաները ենթադրում են նաև համակցում այլ պրոցեդուրաների հետ, թե առանձին պրոցեդուրաներ են։ Կարելի է իրականացնել եւ առանձին, եւ համակցված, դա շատ ինդիվիդուալ է, սակայն եթե ցանկանում ենք ունենալ շատ լավ արդյունք, բնականաբար համակցված տարբերակը ավելի նախընտրելի է։ Նոր սարք Հայաստանում միակն է, թանկ է։ Ոչ, շուկայական գների համեմատ ինքը բավական միջին գնարժեք ունի եւ կարծում եմ հասանելի կլինի մեր բնակչությանը։ Ելենայի Instagram-յան էջը եւ իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Դու հանգիստ ու բաց խոսում ես, որ շատ տղամարդիկ են եղել, այսինքն տարբեր հարաբերություններ ես ունեցել, փորձել ես գտնել քո մարդուն ու կարծես թե դեռ չի ստացվել։ Որովհետև այս պահին խոսում ես այն կետից, որ պիտի գտնես։ Համենայն դեպս զրույցի միջև այս պահը այդպես խոսեցիր։ Ես հիմա գիտեմ դու ինչ ես հարցնում։ Անձնական կյանքից որոշել եմ վերջին 1 տարին է, ինչ հետևում եմ այդ ընթացքին իմ որոշած, ես հասկացել եմ, որ счастье любит тишину, դա իզուր չի ասված։ Ես չեմ բարձրաձայնում։ Իմ կյանքում տարբեր փոփոխություններ կան, բայց ես չեմ ուզում բարձրաձայնել դրանք, որովհետև Մինչև չծնվի իմ երեխան եւ մինչև այդ տղամարդը չլինի իմ երեխայի հայրը, ես վստահ չեմ լինի, որ դա այն տղամարդն է։ Ոչ թե նրա համար, որ վայ ես հղիացա, չէ, այլ նրա համար, որ ես ընտրեցի վերջը, որ նա հաստատ լինի իմ երեխայի հայրը։ Բայց ես իրականում ինչ էի ուզում հարցնել, հարցը չգուշակեցիր, քանի որ դու մարդ ես, որը անընդհատ ներս է նայում, դες ինչ որ պահի հասկացար, որ դու մենակ ես, դու ես ու քո խնդիրները, դու ես ու քո կոմպլեքսները կամ առավելությունները, քո տրավմաները, քո հաջողությունները։ Ես վստահ եմ, որ դու փորձել ես վերլուծել, թե ինչու չի ստացվում։ Դու գտել ես քեզ համար քո պատասխանը քո ներսում։ Այո,
Ասեմ ինչու չէր ստացվում, որովհետև ես մի ամբողջ կյանք սիրել եմ դիմացինին ավելի շատ, քան ինձ։ Ես մի ամբողջ կյանք որոշել եմ, որ պետքա ծառայեմ ու լավը լինեմ դիմացինի համար, փոխարեն ուղղակի լինեմ այնպեսին, ինչպեսին կամ ինչպես ինձ է հարմար։ Լուրջ։ Երբ որ ծառայող տեսակ ես, հանձնական հարաբերությունը մեկ-մեկ նենց հատանում, նենց եմ դառնում, ծառայող չէ, բայց սենց ուզում եմ, գիտես ոնց եմ, որ ոնց որ փոքր երեխա ես գտնում, ուզում ես ասես, «Վայ, այս ջոները խաղալի քեզ լավ է եղի, ես քեզ կերջանկացնեմ, ես քո կյանքը կփոխեմ», բայց մարդիկ չեն փոխվում։ Մարդիկ չեն փոխվում, դու չես կարող աղբը բերել, սարքել նորմալ մարդ կողքիդ։ բայց ի սկզբանե դու ես, չէ, շատ ներողություն, տես Նայ, ասեմ, հենց ասելուես դու ես ընտրել, ասեմ ինչի, որովհետև տենց մի հատ սուր հոտ է գալիս, դու մտածում ես, վայ, ես ինչ հետաքրքիր բան է, սուր հոտ է գալիս, բայց հետո տեսնում ես, որ վերցրել ես տունը պահում ես, բայց մտածում ես, մի տեսակ մի բան այն չի, կարող է всё-таки զիբիլ եմ բերել տուն։ Պրոստը ուղղակի այդ սուր հոտը քեզ գրավել է։ Եթե անկեղծ Շատ հիմար որոշումներ ես երբեմն երբ մարդիկ իրենց նախկին հարաբերությունների մասին այսպես կտրուկ են արտահայտվում, Բոլորի մասին չէ, հաջող մարդիկ ունեցել եմ, ես ձեր ցավը տանեմ, չէ։ Լավեր եղել են, մեռնեմ ես իրանց ջանին։ Ես ունեմ շատ նախկին ընկերներ, ովքեր իմ լավ ընկերներն են հիմա, ու ես լուրջ Աստծուն շնորհակալ եմ իրանց համար, որովհետև շատ առումներով ես իրոք շատ հարգում եմ այդ մարդկանց, որովհետև իրանք իմ կյանքի վրա ունեցել են այնպիսի ազդեցություն, մեկը ինձ ձևավորել է որպես ուժեղ լույսի, մեկը ինձ տվել է ուժեղ դասեր, ինքը լավ մարդ է, բայց ուղղակի մենք իրար համար չէինք, բայց մեկ-մեկ նենց աղբի կտորներ եմ ունեցել, սենց հետ եմ նայում, ասում Աստված ջան, ամոթ այստեղ եմ, որ միտեղ ասի իմ հետ շփվել է, ասում եմ տենց բան չի եղել։ Ուղղակի որ գոնե մի ձև գիտակցեմ, որ տենց բան չի կարա լինի։ Երբ դու կարող ես շատ կտրուկ ու ճիշտ է այնպես ինչպես հիմա դու արտահայտվում ես մի մարդու մասին, որին դու ընտրել ես ժամանակին քո կողքին լինելու համար, արդյոք դու հենց այս պահին առաջին հերթին քո մասին ված չես արտահայտվում։ Չէ, ես իմ մասին ված չեմ արտահայտվում, որովհետև կոնկրետ այդ պիրուդում, որ աղբակույտերը շատ էին, մի քանի աղբակույտ ունեցա։ Հա, ես ուղղակի մի հարաբերության մեջ էի, որից գիտեի, որ պետք է անջատվեմ, ես այդ հարաբերությունը չէի տեսնում շարունակությամբ։ Շատ էի սիրում այդ տղային, ինձ տիպողաբար հանեցի այդտեղից, փորձում էի ոնց որ երեխեն ոնց կլինի, ինչ որ ծածկ է ման գալիս, որ չթրջվի անձրևից։ Ես էլ ինչ որ ապաստարան էի ման գալիս, որտեղ կտեսնեի իր դիմագծերը, իր տեսակը, ու շատ մանեկա, ունեն ստացվեց, որ այդ ճանապարհին 2-3 հոգի հանդիպեց իմ կյանքում, որ պետքա չհանդիպեր, որովհետև իրանք իրականում իրենցից ոչինչ չէին ներկայացնում, բայց ուղղակի այդ ժամանակ շատ խոցված էր Լուսին ու ինքը պատրաստ էր ուղղակի ինչ-որ մեկը իր կողքին ունենալ, զուտ որ ինչ-որ մի ձև խլացներ, հասկացար ինչի մասն է խոսքը, զուտ այդ անձնականից ելնելով, որովհետև առհասարակ կյանքի ընթացքում տենց կներես շատ մարդիկ են հանդիպում, մեն ասում են էս ով էր, չէ, որովհետև միշտ մարդիկ դիմացից իրանք շատ լավ են ցույց տալիս, չմոռանանք այդ փաստը։ Մենք եթե ուզում ենք ինչ-որ մեկի աչքին շատ լավ աղջիկ լինել, շատ սիրուն, շատ հոգատար եւ մենք կարող ենք դա անել, կամ էլ կարող ենք լինել պոֆիգիս, ոնց որ ես եմ որպես կանոն լինում։ Բայց երբ որ մենք ուզում ենք, մենք կարող ենք ծաղիկներ նվիրել, ուշադիր լինել, չէ, տղամարդիկ ոնց են անում ուշադրություն, դու չես հասցնում հասկանաս ինչ կա տակը։ Հետո 1 ամիս, 2 ամիս հետո հասկանում ես, էս ով է։ Այսինքն դա չի նշանակում դու քո մասին վատ արտահայտվեցիր առաջին հերթին, դա նշանակում է դու ուղղակի հավատացող տեսակ ես, սիրահարվող տեսակ ես, լավը տեսնող, նկատող, վատը երկրորդ պլան տանող, այդ քո մասին հակառակը վատ չի խոսում, էլի։ Հարաբերությունները մոռանալու համար ըստ էության դու ընտրել ես նոր հարաբերությունների մեջ մտնելը առանց երկար մտածելու, հա, տվյալ մարդը քեզ համապատասխան է, քո տեսակին մոտ է, մոտ չէ, բայց երբևէ չի եղել քո կյանքում փուլ, երբ հասկանաս, որ քեզ պետք է մենակ մնալ, աղմուկից դուրս գալ։ Այո, եղել է։ Հենց այդպես էլ ստացվել է։ Որովհետև ինչ որ ընթաց ես անընդհատ շտապում էի, ինչ որ մեկին փոխարինելով, ինչ որ մի բանին հասնելու, ինչ որ բան ունենալու, որը ունեն բոլորը, ես չունեմ, միշտ ինչ որ էսպիսի sense բաներ։ Բայց հետո X ժամանակ հետո փոխվեց, որովհետև ինչ որ մի շրջան իմ կյանքում հասկացա, որ ուզում եմ մենակ մնալ։ Ես իրոք որոշեցի լինել մենակ ու մնացի մենակ։ Նույնիսկ նախկին ում դեռ սիրում էի, որ վերադառնում ես, ասում եմ ես ուզում եմ մենակ լինել, կներես։ Հենց մենակ մնացի, հասկացա, որ մեծ հաշվով ես նրան չեմ էլ ուզում էլ հետ։ Հետո սա էլ չեմ ուզում, նա էլ չեմ ուզում, փոխվեց։ То есть մի հատ զբոյ պետքա տա համակարգը, որ հետո նորից սկսի իր տեղը դասավորել։ Բայց ինչպես հասկանում եմ, դու կին ես, որի կողքին միշտ պիտի լինի տղամարդ Այո, միանշանակ։
Հա, ես չեմ սիրում մենակ մնալ։ Ամենաերկար ժամանակահատվածը, որ կարող ես մենակ մնալ, որքանն է։ Ես կարող եմ մենակ ասել ամենաերկար ժամանակը, որ մնացել եմ մենակ, դա 1 ամիսն է։ Մի ամսից ավել մենակ չեմ եղել։ Ես միշտ ունենում ընկեր։ Չեմ սիրում մենակ մնալ, դուր չի գալիս։ Եվ որպես կանոն ինձ իմ հանդեպ այդ չասեմ բանակ, բայց բավականին շատ է լինում ուշադրությունը հակառակ սրին, թութու մի ամբողջ կյանք չեմ տուժել էլի դրա պակասից։ Դրա համար ինձ հեշտ է լինում ավելի։ Այսինքն դու ինչ որ փուլերում կարող է ուղղակի ունենաս ընկեր զուտ զվարճանալու ժամանակ անցկացնելու։ Ես շուտ եմ սիրահարվում։ Եթե ինձ լավ եմ վերաբերվում, ես սիրահարվում եմ, ես սկսում եմ շփվել, բայց բնականաբար տենց չէ։ Հիմա ասենք ուզում եմ, եթե ինչ-որ մարդու մեջ տեսնում եմ պոտենցիալ, թեկուզ 1%, որ ես կարող եմ մի օր ուզեմ իր հետ շարունակել իմ կյանքը, իսկ այդ մի պոտենցիալը հավատացեք ինձ համար շատ հեշտ է գտնել, որովհետև ես մարդկանց մեջ մենակ լավն եմ տեսնում, այն վատերը մի քանի ամիս հետո եմ էլի հասկանում։ Դրա համար ոչ թե պատահական ինչ-որ մեկի հետ ես հանդիպում, բայց սիրում եմ այդ ուշադրությունը։ Կարող է ինքիմ ընկերը չդառնա, բայց ես հակառակ սեռի կողմից սիրում եմ ուշադրություն։ Միշտ թույլ եմ տալիս, որ ինքը լինի ուշադիր, եթե ինքը նորմալ տեսակ է, էլի, լավ տղա է, ոչ թե տենց աղբակույտ։ Կներեք։ Չեն լինում երբեմն դեպքեր, երբ դու հասկանում ես, որ կա ուշադրություն, բայց նպատակը զգացմունքը չէ, նպատակը Հա, բնականաբար։ սերը չէ, ու դա քեզ վիրավորի։ Ինձ չի վիրավորում, որտեղ ես ունեցել եմ բազմիցս հարաբերություններ, որտեղ ինձ ուզել են ուղակի այսպես ասած կպցնել, կպցրել են, հետո հասկացել են, որ մնացին տակը, չստացվեց ուղակի կպցնել գնալ, սիրահարվեցին, ուզում են ամուսնանալ։ Ես ունեցել եմ բազմաթիվ նման հարաբերություններ։ Մեծ հաշվով տղամարդը իմ կարծիքով իր ամբողջ տեսակով դեռ պատմությունից եկող ինքը եղել է որսորդ, ինքը այդ նորմալ է գենոֆոնդի մեջ նստած է ինքը որպես որսի է վերաբերվում ենթագիտակցորեն։ Մենք էլ մեր վրա գալիս արդեն պատասխանատվություն ընթացքը ճիշտ տալու։ Հիմա եթե ես այդ մարդու չեմ պլանավորում հետագա, տեսնում եմ չի ստացվում, ստոպ եմ տալիս, բայց եթե տեսնում եմ ինքը եկավ ուրիշ նպատակներով, նորմալ է, ես ընդունում եմ դա նորմալ։ Եթե կարող է ուրիշ մտքեր ունենան, բնականաբար չսիրուն աղջիկ ես, ակտիվ ես, սոցհարթակում լողազգեստով դնում ես նկարներ, պարզա որ շատ տղամարդիկ չեն գալիս են, ինչ լավ աղջիկա, տանեմ իրան տուն, չի լինում դա։ Գալիս են ուրիշ նպատակներով։ Բայց ես միշտ որպես կանոն ասում եմ, ես գիտեմ, այս վերջին շրջանը տենց է, ասում եմ, ես գիտեմ, դու ինչի ես եկել, X հանդիպումների քանակից հետո լինելու է այս, ակնկալելու է այս, հետո ես այդ ամբողջ սցենարը գիտեմ։ Եթե եկել ես որ գնաս, գնա այլ մի ժամանակ զբաղացրու, որովհետև ես քո մեջ չեմ տեսնում պոտենցիալ շարունակելու։ Իսկ ունեցել ես հարաբերություններ, երբ քո մեծ զգացմունք է եղել, բայց եկել է գնացել, այսինքն քո զգացմունքի հետ է խաղացել։ Դե հա, եղել են հարաբերություններ, օրինակ, որտեղ տեսնում եմ, որ ընկերս ուզում է մենք միասին լինենք, բայց ինքը չի կարող, որովհետև իր ընտանիք ուրիշին է ուզում։ Դե տենց է, մեր հայ տղերք ունեն տենց բաներ, հասկանում եք, մամայի պապայի ուզածով են իրանք շարժվում, որ մամայի պապա, ոնց որ մաման պապան է գալու իր կնոջ հետ քնի, հետո էլ երեխա ունենա։ Տենց կան տղամարդիկ, բայց հա իմ մոտ եղել է օրինակ նման հարաբերություն, որ ես ուղղակի հասկացա, որ ինքը ինձ ասում է մի բան, բայց հետո երբ որ գալիս է X ժամանակ անց, ինքը արդեն վարվում է որպես երեխա, տան երեխան, ոնց իրան ասում են, գնային խաղալիք են դարակից վերցուր, տարդիր տելևիզորի դիմաց։ Ինքը տանում դնում է։ Տենց էլ գնում է մի հատ խելոք աղջիկա բերում դնում տուն, գիշեր իրարից առանձին քնում են, մեկ էլ ծնվում է երեխա։ Տենց տեսակներ կան, օքեյ է, ես հասկանում շատ են մեր հասարակության մեջ։ Ես ունեցել եմ նման հարաբերություն, որտեղ ես հասկացա, որ իմ տեսակը շատ էր իր ընտանիքի համար, իմ տեսակը շատ էր իր համար, ինքը չէր կարողանալու overcome անել, չէր կարողանալու այդ ցածկ աներ, որ ասել էսա ու վերջ, սիրում եմ վերջ, ու տենց մնացել սիրելով։ Բայց ունի կին ու երեխաներ, նորմալ է, տենց լինում է։ Փետրվարի 14-ին դու մի հրապարակում էիր արել, ինչ որ առումով այդտեղ կար նաև հեգնանք, հա, կեղծ ամուսնությունների վերաբերյալ, երբ որ մարդիկ ունեն կին, բայց միևնույն է ունեն սիրուհի եւ այլն, ու այստեղ մատնանշել էր, որ շատ ընտանիքներ գոյություն ունեն, զուտ գոյություն ունենալու համար։ Ես իհարկե հասկանում եմ, որ այստեղ կա որոշակի ճշմարտություն, բայց արդյոք մենք չենք եկել հասել մի կետի, երբ շատ աղջիկներ, որոնք ունեն ավելի ազատ մտածողություն, անդադ փորձում են մատնացույց անել, որ ընտանիքները, որոնք կան կեղծ են, ընտանիքները, որոնք կան այդտեղ կա դավաճանություն։ Դա պետք չի ընդհանրացնել իրականում։ Դու շատ ընդհանրացրած հրապարակում էիր արել դրա համար։ Ես ընդհանրացրած արել եմ, ես հասկացա, որ հրապարակման մասն է Վալենտինին նվիրված իմ հրապարակումներ։ Ես հումորային մոտեցման բարել էի, տարբեր բաներ էի գրել, մա չեմ հիշում ինչ էի գրել, բայց
Այդ տոները ինձ համար շատ ծիծաղելի օրեր են։ Ինձ համար ծիծաղելի է այն փաստը, որ ես քաղաքում բազմաթիվ մարդկանց ճանաչում եմ, դե վերջի երկար եմ այստեղ ապրում, ու գնում ես այդ տոնորը, տեսնում ես տվյալ տղամարդը իր կնոջը ոնց է վերաբերում, ոնց է ասենց են, որ այդ արտիստիզմը բանը տեսնում ես, բայց դու երեք տեսել ես իրան ուրիշ կնոջ հետ համբուրվելուց նույն տեղը նստած։ Հասկանում ես, դա ծիծաղելի է ուղղակի։ Դրա համար ես այդ տոներին սկսեցի ինչ-որ ժամանակ առ ժամանակ բաներ տեսնել, հասկացա, որ շատ անլուրջ է։ Ես չեմ ուզենա երբեք ունենա մի ամուսին, ով որ հասարակության առաջին ցույց է տալիս սեր, բայց պարզ է, որ մեր տանը դա չկա, որովհետև ինքը իր էմոցիաները ու իր սերը ստանում է ուրիշից։ Ես դա նկատի ունեմ, թե չէ ես այնքան լավ ընկերուներ ունեմ, որ անուններ չթվեմ, որ այնց սիրուն ընտանիքներ ունեն, որ ասում եմ դուք այն ընտանիքն եք, որոնց նայելով ես հավատում եմ, որ կա սեր ու կա, ասենք 10 տարվա, 20 տարվա լուրջ սեր ու լուրջ կապվածություն։ Ես չեմ ասում դա միանշանակ է, բայց ես հումորով եմ արդեն վերաբերում, շատ ծիծաղելի է, երբ որ տենց ընտանիքները ուղղակի մնում են, ափսոսա կյանքը ուղղակի։ Քո կողմից եղել է, որ սիրահարվես ամուսնացած տղամարդու։ Եղել է, այո, եղել է, բայց չեմ խորացրել, որովհետև հասկացել եմ, որ չեմ ուզում այդ եռանկյունու մեջ հայտնվել, որովհետև ես երբեք չեմ կարող լինել երկրորդ։ Այսինքն, եթե ինչ-որ ժամանակ ուզենամ զանգեմ, չեմ կարող զանգել, որովհետև ինքը պետքա կնոջ մոտ լինի, չի կարողանա պատասխանել, դա նորմալ չի։ Ինձ մոտ դա ես չեմ խորացրել, որովհետև հասկացել եմ, որ ես չեմ ուզում էլի այս ստվերում մնացած ինչ-որ մեկն է, ով որ հարմարվում է, ես չեմ ուզում դրա մեջ լինեմ։ Գիտես, դու խոսում ես այսպես սիրո քո ընկալման, ընտանիքի քո ընկալման մասին ու հետաքրքիր է։ Դու ինքդ պատրաստ ես երկար մնալ մի հարաբերության մեջ, թե ինչ որ առումով քեզ մոտել է արդեն ձևավորվել սովորություն նորին ձգտելու, նոր հարաբերություններ։ Ես իրականում գուցե կարծիք կա իմ մասին ձևակերպված շատերի մոտ, որ անդադ նորն եմ փնտրում, ես ընդհանրապես իմն եմ փնտրում։ Ես իմը փնտրող տեսակ եմ, նորը չփնտրող եմ։ Ընդհակառակը նոր չեմ փնտրում։ Ես շատ բան եմ, կարող է շատ հաճախ լինի հետ գնամ իմ անցյալ, մտածեմ կարողա ես ճիշտ չեմ վարվել, ես այս մարդուն գիտեմ, մենք հարազատ ենք, գուցե փորձենք նորից։ Հասկանում ես, ինձ մոտ այդ սիտուացիան ավելի հավանական է, քան որ նորը փնտրեմ, որովհետև այդ նոր փնտրելը ախր նորից պետքա սկսեք իրար ճանաչել, նորից պետքա առաջին համբույր, նորից պետքա հասկանաք իրար հոտը դուրը գալիս է, իրար քիմիան բռնում է թե չէ, նորից պետքա հասկանաք իրար մաման, պապան ինչ են շնչում, նորից պետք է հասկանաք դու ուզում ես այդ ընտանիքի հետ մեծ ընտանիք, այնքան բան կա, այնքան դժվար է այդ։ Ես նորը չեմ ուզում։ Լուրջ առհասարակ ընդհակառակը ես հիմա այն տեսակն եմ, որ ես սիրում եմ երկար նորմալ հարաբերություններ։ Երբ որ դուք իրար համար եք, իրար հետ եք, իրար ընկեր եք, իրար պատժ գայք, իրար ամենալավ սիրուհին ու սիրեցյալն եք, իրար, չգիտեմ, ամեն հարցում դուք իրար հետ եք։ Դու քո նախկին հարաբերություններում ունեցել ես իմն է այդ զգացողությունը, թե միշտ պակասել է։ Չէ, ունեցել եմ։ Ու ոչ մեկ անգամ։ Ունեցել եմ, բայց ինչ որ մեկի մոտ ինչ որ վախայի հայտ եկել չի ստացվել, ինչ որ մեկի հետ խանդի հողի վրա ենք սկսել շատ վիճել, հասկացել եմ, որ արդեն ինչքան էլ շատ սիրում ենք, ինչքան էլ մենք իրար համար ենք, բայց այդ խանդը շատ է խանգարում։ Քո համարձակ կերպարը քեզ շատ է խանգարում անձնական հարաբերություններում։ Երբեմն խանգարում է, ոչ շատ, բայց պատահում է, որ խանգարում է։ Բայց ճիշտ ասեմ, եթե պետք է իմ կողքի տղան այդ համարձակ կերպարը, ես չեմ համարում ինձ համարձակ ու վուլգար, հարցը դա է։ Ես չեմ համարում, որ ես վուլգար կերպար եմ, որովհետև ես համարում ես էսթետիկայի մի մասով եմ ներկայանում։ Եթե ես կարող եմ օրինակ ինչ-որ ֆոտո, լուսանկար, ես նայ օրինակ ունենում եմ սիրուն ֆոտո, որ ամբողջությամբ մերկեմ ստվերներում, շատ սիրուն ուրվագծերով ֆոտո։ Ես գիտեմ, որ դա պոստեմ, շատ ափսոս գալիս է, բայց ես այնքան տան սիրուն ֆոտոներ ունեմ, որ ես չեմ պոստում։ Զուտ, որովհետև դա չի հասկացվելու։ Դու շատ գեղեցիկ ես, սա չի քննարկվում, ես վստահ եմ, որ շատ կանայք նայում են քեզ ու ձգտում են նույնքան գեղեցիկ լինել, կազմվածքին հետևել, այսինքն գեղեցկությունը չի քննարկվում որևէ կերպ, բայց տես օրինակ հենց հիմա դու ավելի համարձակ կերպարով ես նստած իմ առաջ, քան իմ հյուրերի 99%-ը, ու ես էլ դու էլ հասկանում ենք, որ քո հագուստը արդեն քննարկման առարկա է դառնալու։ Ես հասկանում եմ, որ ոմանց համար սա կարող լինի, բայց ես մի ամբողջ կյանք սիրել եմ վեաձև կտրվածք։ Ես գիտեմ, որ դա ինձ շատ սազում է ու ես պատրաստ չեմ փոխել։ Մի քանի անգամ քո խոսքում նշեցիր, որ հայկական մտածողության մեջ էսպես է, այնպես է։ Դու երբևէ մտածել ես, որ քո կողքին կարող է լինել ոչ հայ տղամարդ։
Եղել եմ մտածել եմ, շատ են ինձ ընկերներս ասում են դու այնքան sense ուրիշ ես, չեն ուզում ասեն, դե շատ համարձակ ես կյանքը, այստենց որ չասեն, ասում են դու ինձ ուրիշ ես, քեզ եվրոպացի ամուսին ենք պատկերացնում, ու տիպ ուզում են ասեն, կարող է անկալելի չլինես հայ տղամարդու կողմից, թարսպես ինձ էլ մենակ հայ տղամարդիկ են հանդիպում։ Մտածել եմ, բայց էլ չեմ մտածում։ Հակված չեմ դրա ուղղությամբ, որովհետև ես ուզում եմ որսենց լինում է, որսենց շատ սիրելի ոսկես անասուն։ Չես կարա դու գնաս ջոր եվրոպացի ասես դի իրան ասում, ու ինքը չի հասկանա դու իրան ինչ ես ասում։ Ես ներվ չունեմ։ Ես այդ հայերեն խոսքի, հայի մուննաթի, հայի ջիգարի, չգիտեմ, մենք ինչ բաներ ունենք շատ sense են, որ սոխարացի պես են, որ պետքական բան է, էլի ոնց ասեմ։ Չէ, չեմ պատկերացնում։ Կարող է ինչ որ մի օրով գիտի, չգիտեմ, բայց համենայն դեպս ես իմ ապագան պատկերացնում եմ հայ տղամարդու հետ, մեկ-մեկ թող փնթփնթա, մեկ-մեկ իր մուննաթը գա, բայց զատո էս իրան որ ասեմ անասուն ինքը կհասկանա էս ինչի, ոնց ինչ ուզեց իրան ասեմ։ Լավ իմաստովացի թե վատի դեպ այդ նույնն ասում։ Դրա համար այս պահին տենց չի, բայց եղել է հա որ մտածել եմ վայ ինչ լավ գինի, դու հասկացել որ միցա կարող է ձանձրալի լինի, չգիտեմ, չնայած ունեմ ընկերներ արտասահմանցիներից շատ երջանիկ են։ Երևի իրանց մոտ այդքան շատ այդ հայի կարոտը չկա կամ երևի իրանք շատ են հոգնել։ Հասանք արտասահմանցիներին ու նորից քո Դուբայ տեղափոխվելու հետ կապված քննարկումները ժամանակին ընդհանրապես հաճախ գնում էիր Դուբայ գալիս էիր վերջին խոսակցությունները կային, որոնց հետ կապված դու էլ երբեմն խոսում էիր, արձագանքում էիր դրա համար, ես հիմա դրանց անդրադառնում եմ, երբ քննարկումներ կար, որ էսկորտի է գնում եւ այլն, էսկորտ թեմայով ու հիմա տեղափոխվել ես Դուբայ արդեն։ Հա։ Քննարկումները նորից թափ են հավաքելու։ Արդեն հավաքել են։ Կրկնակի թափ են հավաքել, ասեմ են հանգամանքով, որ ես արդեն անշարժ գույքի գործակալությունում եմ աշխատում, այսինքն այդ ասպարեզում եմ որպես խորհրդատու, բավականին վաղուց եմ այդ թեման, բայց հենց ես դրեցի էջումս, բնականաբար եկան կոմենտները, հա, հիմա դատայինս հա, էսկորտ գործակալ, մի հատ տենց կոմենտ էի երեք հրապարակել, քանի որ Դուբայում շատ են այդ ասպարեզում էսկորտները, որոնք ցերեկը, հա, շատ են, դե հիմա ինչ անենք, հիմա լինում է, չէ, մի կիլո կուբնիկա ես առնում, մեջը մի քանի հատ լղկված են լինում, հանում ես դուրս է շպրտում, մնացած ուտում ես, չէ, այսինքն նրանք պետքական են։ Մի ամբողջ կյանք ես եղել եմ մոդելինգի մեջ, ինձ ասել են, որ մոդելինգը այդ փչացածների տեղ է։ Ես եղել եմ հաղորդավարության մեջ, ասել են շոու բիզնեսը փչացածների տեղ է, որտեղ լինում է, ու մենակ ես չէ, այդ ասպարեզում ով լինում է, չգիտես ինչի, որ սիրուն ես, նկատելի ես, հասարակության մեջ ցանկալի ես, ուրեմն դու փչացած ես։ Ուրեմն որ գնացիր Դուբայ, որ Դուբայում լիքը էսկորտ կար, դու էսկորտ ես, դա սխալ է, որովհետև ես կոնկրետ պարտաճանաչ գնում եմ աշխատանքի գալիս եմ, ամբողջ օրը լուրջ խոսակցությունների մեջ եմ, լուրջ տներ եմ ցույց տալիս, վյուինգներ եմ անում, մասշտաբային մարդկանց տանում եմ տուն եմ ցույց տալիս ու ոչ մի որ հետին միտք չեմ նկատում ճիշտ ասած իմ գնորդների կողմից, որտեվ ես չեմ գնում այսպես բաց դեկոլտեով կամ հենց սենց, այլ ես գնում եմ հատուկ փակ հագուստով, որ հանկարծ նորմալ է, տղամարդը կարող է միտքը շեղվի, որ հանկարծ չկարողանա շեղվել, այսինքն բոլոր առումներով բլոկավորում եմ։ Բայց արդյոք երբեմն հենց վաճառքի մեջ քո սերով պայմանավորված համայնքը չես օգտագործում։ Չէ, դրանով պայմանավորված չի եղել։ Ես ընդհանրապես ներկայացնում եմ առհասարակ իմ մեջ ավելի շատ ես նկատել եմ իմ գնորդները, ավելի գնահատում են, որ ես սիրուն եմ, վայ, ինչ լավ, համե խելացի է։ Այդ փաստը գնահատում են, որ դու իրանց դնում ես, հաշվարկում ես, որ սա օրինակ կարող է այսքան տոկոսային ձեզ ինքն բերի, եկամուտ բերի, որ եթե հիմա ներդնում եք այսքան ժամանակ, սա այս պատմության մեջ այսքան է բերել, հիմա դնում ես, հաշվարկում ես, քանի տարի հետո ինչ, ինքս ստանում եմ, ուզում են հասկանալ, կողո այս աղջիկ իրոք ուզում է փաստորեն աշխատի ու աշխատում է։ Ինձ այդ հայացքը դուր է գալիս, ես հենց այդ հայացքը բռնում ասում, շարունակենք։ Դու հիմա խոսում ես ամբողջ ընթացքում ես մեխանիկորեն հա զուգահեռներ եմ տանում այն աղջկա հետ, որին ճանաչել եմ 13 տարի առաջ, որովհետև շատ վաղուց իրար հետ չէինք շփվել ու բնականաբար այդ զուգահեռները պիտի գնան։ Դու կարոտում ես այն Լուսին, թե չէ։ Չէ։ Ես կուզեի ես Լուսին լինեի դեռևս 15 տարի առաջ։ Որովհետև հիմա քեզ ցավ պատճառելը ավելի քիչ հնարավոր է, քան այն ժամանակ։ Որովհետև ինձ հեշտ է հիմա։ Ես ինձ լավ եմ ճանաչում, ես մարդկանց եմ լավ ճանաչում, ես նրանց ուզածն եմ լավ հասկանում, ես իմ ուզածը լավ գիտեմ։ Ցավացնելու հարցը չի, ինձ հիմա էլ կարելի է ցավացնել, սա ռոբոտ չեմ դարձել, ինձ ցավացրել են ու ցավացնում են ու երեք էլ ցավացրել են, դա նորմալ է, մարդ ենք։ Բայց ես արդեն չեմ արձագանքում այլ կերպ, որովհետև ես չեմ թողնում ինչ-որ մեկին օրինակ իմ կյանք մտածելով, որ ինքը մնալու է։ Ես թողնում եմ ինչ-որ մեկին իմ կյանք մտածելով, եկել ես մնաս, թե եկել ես գնաս։
Լինի անձնական առիթ, թե նկարահանում ես իմ արտաքին տեսքը մշտապես վստահում եմ բյութի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին։ Երևանի սրտում Սարյան 19 հասցեում արդեն գործում է բյութի ֆաբրիկի նոր շքեղ սրահը։ Այս արդեն նրա մասին չէր, որ փոքրիկ տեղից հնարավորինս շատ գումար աշխատենք։ Այս այն պահն էր, որ ուզում էի, որ իմ հաճախորդը իրեն զգար ըստ արժանվույն սպասարկված։ Քո արտաքին փոփոխությունների մասին վերջին շրջանում շատ լայն քննարկումների արժանացավ, որովհետև դեմքի վիրահատություն արեցիր, ինչու նման քայլի գնացիր։ Նախ շատ քննարկվում է թե դեմքը, թե քթի վիրահատությունը, ու անպայման կուզեմ նշել, որ իմ նախկին վիրահատողը քթի եղել է կին։ Չեմ անուններ չեմ նշում, որ չստացվի ինչ-որ գովազդում եմ կամ բան, բայց ոչ էլ ուզում եմ անձամբ ասեմ այս մարդն եղել, բայց իմ նախկին քթի 3 վիրահատությունները շատ վատ են եղել, նույն կնոջ կողմից են արված եղել, ու ես շատ սիրում հարգում եմ մեկ է, որտեղ ես իրան շատ իր տեսակը շատ սիրում եմ։ Ուղղակի շատ անհաջող ա արել, դե հիմա փաստը այդպես է։ Ու արդյունքում ես չէի շնչում, քանի որ իմ դոկտորը վիրահատել է, ես իրան շատ վստահում եմ, որ ինքը ավելի քան 20 տարվա լավ ընկերն է։ Դա մար ես մի օր այսպես շատ արագ որոշվեց։ Ասեց կարող է քեզ վիրահատեմ, ոնց որ համ քիթդ, համ դեմքդ մի անգամից եթե նա անում եք, ասի արի։ Ես շատ հեշտ եմ այդ որոշումներին, որովհետև ես դրանով ինձ եմ մենակ չէ դնում, ռիսկի տակ ոչ ոքի չեմ դնում։ Մի օրում որոշել ենք, վաղը չեմ հուսոր թե 2 օրից վիրահատել ենք։ Ինչու արեցի, ես չունեի ինչ-որ կոմպլեքսներ, պարզապես վերջին շրջանում անձնական հարաբերություններից պայմանավորված ենթադրում եմ, հետո նաև մի քիչ տենց բաներ օրգանիզմս մաքրում էի, դետոքսներ էի անում, երկուսը միասին ստացվեց այնպես -8 կիլոգրամ։ -8 կիլոգրամը իմ քաշի դեպքում, երբ որ ես ընդամենը 59 կիլոգրամ եմ, դա շատ մեծ է, այսինքն եթե մարդիկ 2 կիլոգրամ են իջնում, ես նկատած կլինես, լավ նիհարել եմ։ Երբ որ մինուս կիլոգրամ ունեցա, գրանցեցի, դեմքս հասկացա, որ ինձ դուր չի գալիս, ես չեմ կարողանում հավաքել այն քաշը, ինձ մոտ էլ ինձ ամբողջ կյանքում միշտ ասում եմ ոնց ես մնում նիհար, ես չեմ մնում նիհար։ Ես ուղղակի նիհարում եմ ու տենց էլ մնում եմ ինչ-որ հանգամանքներով, ես չեմ կարողում չաղանալ։ Բայց ես ուզում եմ հավաքեմ քաշ ու չի ստացվում։ Այսինքն երբ որ նիհարեցի, 1 տարի սպասեց 2, հասկացա որ չի դզվում այդ ամենը, հասկացա որ ավելի լավ է թե քիթս մեկը պետք է անեմ ու մեկը այդ բժշկին ես հաստատ վստահելու եմ քիթը ու քանի որ ինքը նաև պլաստիկ վիրաբույժ է ու ես իր ձեռագիրը հավանում եմ, ես որոշեցի միանգամից երկուսը մեկում անել։ Նարկոզս իրականում քնած եմ եղել շատ ավելի երկար, քան պահանջվում էր, 10 ժամից ավելի զգալի ավելի։ Ինչու, որովհետև քթիս կարերն են քանդել ժամերով, որոնք չներծծվող են եղել, որը որ չի կարելի։ Քթի մեջ չի կարելի լինի չներծծվող կար, երբ հնարավոր է դնել ներծծվողը, որովհետև դա հետո չես ունենալու չէ հնարավորություն հանես։ Պատկերացնում եք, որ թվով մոտ 100 կար են հանում քանի ժամ։ Դա նորմալ չի էլի։ Այսինքն, երբ որ ես վիրահատություն սարեցի, հասկացա, որ ես շատ ճիշտ եմ արել, որ ես վիրահատել եմ, որովհետև իմ քիթը մի օր աճ էր նայում, մի օր ձախ էր նայում, մի օր որոշում էր մի քիչ շնչեր, մի օր որոշում էր միտեղ կնճռոտվեր, որովհետև այնտեղ հանգույցներ սպիեր էին գոհացել այդ չներծծվող կարերի հետևանքով։ Այսինքն հիմք եղավ շնչելս, մի անգամից նայել անելը, ընդհանուր առմամբ ունեմ այստեղ կարեր, զուտ ուղղակի ձգել ենք։ Աչքերը մի քիչ ավելի վերև, որտեվ կախվել էին, որտեվ նիհարել էին։ Բերել ենք հին ձևին, որտեվ ես ինչն եմ շատ սիրում, ես օրինակ դոկտորս ասում եմ, արի մի քիչ էլ բարձրացնենք, ինքը ասեց Լուսին զուգարկի քո 10 տարի առաջվա նկարը։ Ինքը ինձ հիշում է իհարկե, բայց ասում ես ուզում եմ ամեն դեպքում նկարներ ուղարկես, որ ես անեմ նենց, ոնց որ քո մոտ եղել է։ Ես չեմ ուզում դարձնեմ քեզ լրիվ ուրիշ մարդ։ Ու չի էլ անում, ես քիթս մի կերպ համոզել եմ, մի քիչ բարձր արել։ Երբ վիրահատությունից հետո նայում ես հայլու մեջ, տեսնում ես փոփոխված մարդու։ Հեշտ էր ընդունել նոր մարդուն, թե ինչ որ առումով բարդություններ կան։ Քանի որ ես առաջնահերթ իմ բժիշկի իմ լավ ընկերն է, հետո նոր բժիշկը, եւ ես նրան անվերապահորեն եմ վստահում, ես այտուցների շրջանում չի եղել նույնիսկ 5 րոպե, ես չի որ գովազդեմ եմ իրոք այդպես է եղել, նույնիսկ 5 րոպե չի եղել, որ ես մտածեմ կարող է պետքա չոնեի, բա որ չիջնի, դա երբեք չի եղել։ Պարզապես հայելուց փախչել եղել է, որովհետև մեկ առավոտյան արտանում էի, այնենց էի արտյուսվում մի կողմից իմ մոտ շատ դժվար իջավ մի կողմը։ Ես մի օջքս բարձր էր մնացել, ես էլ համագործակցություններ ունեի, որոնք չէի կարողանում հետաձգել, ու հասկացա, որ ես չեմ էլ ուզում թաքնվեմ։ Հենց եմ, նորմալ է այս ընթացքը կա։ Ու ոնց որ դրա համար շատ քննարկվեց, որովհետև բոլորը մեր շրջապատում անում են տարբեր վիրահատություններ, ու մենք գիտենք դրա մասին, բայց նրանք չեն բարձրաձայնում, առավելևս ընթացքից չեն անում։
Ընդհակառակը մի քիչ վիրահատում են, նախ իմ նկարները ջնջում են, իբր իրանք միշտ տենց են եղել։ Բայց մեկ էլ մի օր 10 օր դասարան նկարում տեսնում ես ուրիշ մարդ լրիվ։ Ես տենց չարեցի, ես ուղղակի որոշեցի լեմենով կամ ոայ քեզ բան դժվար ընթացքա անցնում եմ, բայց ոչ մի պահ չի եղել, որ վախենամ, ասեմ, վայ պետքա չանեի։ Ամեն օր հայելու առաջ տեսել եմ ավելի սիրուն ինձ ու հենց հիմա 3 ամիս է անցել, ես շատ գոհ եմ արդյունքով։ Նախկինում լինում էր, որ հայելուց փախչելու կարիք ունենայր։ Չէ, Այսինքն, այգիտես, այստեղ խնդիրը ես միշտ նշում եմ արտաքինի մասին խոսելիս, որ խնդիրը գալիս է այստեղից, որովհետև նշել եմ, էլի նշում եմ, որ շատ սիրուն ես, բայց երբեմն երբ որ մենք այստեղ ունենք խնդիր, կաղենայինք հայելու մեջ ու չընդունենք մեզ։ Մեկ հա, եղել է, որ ինձ դուր չեմ եկել։ Ոչ թե փախչել եմ հայելուց, չէ, այդ աստիճանի չի հասել, էլի։ Ինչ որ բանով ինձ դուր չեմ եկել, հա, գնացել եմ ինչ որ պրոցեդուրաներ եմ արել։ Եթե ես չեմ սխալվում, դու բավականին ուշ սկսեցիր փոփոխություններ անել, այսինքն երբ օրինակ ինյեկցիաները մտան նորաձևության մեջ, դու առաջին օգտվողներից չէիր, բայց հետո սկսեցիր օգտվել եւ միանգամից թեկուզ պլաստիկ միջամտությամբ օգտվել եւ այլն, այսինքն հետո սկսեցիր շատ ինտենսիվ օգտվել։ Որ պահից սկսած հասկացար, որ պետք է փոփոխություններ անել։ Դե որովհետեւ ինձ իմ դեմքը դուր էր գալիս եւ ես չէի ուզում։ Հետո հասկանում եմ, որ նիհարել եմ դեմքս էլ ինձ դուր չի գալիս, եթե ես պետքա ֆիլերներ գնամ լցնեմ, որ հետո էլի լցնեմ, ինձ ավելի ճիշտ էր պլաստիկ վիրահատությամբ հավաքեի այն կարկասը, որը կար 10 տարի առաջ եւ ապրել 10-15 տարի շարունակ նորմալ դեմքով, ինչքան էլ նիհարած։ Ես չեմ արել ֆիլեր, որ ասում են դեմքը սաղ սարքած է բան, ես չգիտեմ մարդիկ որտեղից են անում։ Շուրջ 7 տարի միայն քիթն է եղել եւ շրթունքներս ինյեկցիա եմ արել 2 թե 3 անգամ։ Այսինքն մնացածը այդ օսկրա դուն չեղել, դա միշտ եղել է, ես միշտ արտահայտիչ այդ օսկրեր եմ ունեցել, միշտ բարձր, միշտ իմ պրոֆիլը միշտ ինչքան էլ ես ժամանակ մի քիչ գորբիկ ունեի, միշտ եղել է նորաձևության մեջ, չէ՞ որ ես արել եմ շատ ուշ ինքնի վիրահատությունը ու մինչև այդ արդեն եղել եմ TV-ում հաղորդավար, առավոտյան Բարի լույսի եղել եմ մոդելինգում լավագույնների շարքում, այսինքն դից չի եղել դա կոմպլեքսից ելնելվա։ Ուղղակի ինչ որ մի պահի ես քանի որ բաց մարդ եմ նորություններին, ես ուզում եմ սա էլ փորձել նայել, ես ունեմ մեկ կյանք, ես կարող եմ մեկ կյանքում կերպարանը փոխվել քիչ։ Օրինակ ես մի ամբողջ կյանք ուզում եմ մազերս ներկեմ ուրիշ գույն, բայց գիտեմ որ մազերի որակը թույլ չի տալիս, ես դա չեմ անում, որովհետև կմնամ քաչալ, չեմ ուզում տենց լինեմ։ Ճաղատ չեմ դառնա։ Դրա համար անում եմ այն ինչը ըստ իս թույլատրելի է իմ օրգանիզմի, իմ թույլատրելի սահմաններում։ Իսկ դու վախենում ես ծերանալուց։ Եթե ժամանակին վախենում էի, հա, հիմա այնքան սիրուն տարիքով կանանց եմ տեսնում 70 տարեկան, 80 տարեկան, ասենց նայում եմ կյանքները մեջ ու իրանք էլ այնքան խնամված են ծերանում, այդ այնքան սիրուն բանը։ Դրա համար չեմ վախենում, բայց հա, մի 3-4 տարի առաջ շատ էի վախենում։ Ինչ-որ սինդրոմ կար մոտս։ Ծերությունից վախենալու։ Շատ մարդիկ կան, որ կնճիռներ ունեն, մեկ էլ ասում են, վայ, բոտեքս պիտի անեի։ Այ հիմա 30 քանիսից հետո կարելի է անել, ինչ-որ sense կարծրատիպ կա։ Ես երբեք չեմ հավատացել այդ կարծրատիպերին։ Ես գիտեմ, որ ես ունեմ ակտիվ միմիկա, ես դեռևս չգիտեմ, չեմ էլ հիշում քան տարեկան, 23 տարեկանից երևի, սկսեցի բոտեքս անել ճակատից, որովհետև ես շատ էմոցիոնալ եմ խոսում ու միշտ հավաքում եմ դեմքիս մկանները, որպեսզի չունենամ հետագայում այդ ոչ հաճելի կնճիռները, որովհետև ճակատին այն սիրուն կնճիռները չեն, այս աչքերի շուրջ, շրթունքների շուրջը չի որ ուրախություն ունի իր մեջ։ Դրա համար սկսեցի բոտեքս անել։ Հիմա երբ որ եկավ այս ժամանակ, որ ես հասկացա ես սա եմ ուզում, հասկացա որ ես սա պիտի անեմ, որ բանը ապահովագրեմ, ինշուր անեմ իմ եկող 10-15 տարին։ Ու ես ասեմ մտադիր եմ էլի անեմ 15 տարի հետո full face։ Իդեպ մարմնիդ հետ կապված էլ հաճախ քննարկվում է, որ որոշակի փոփոխություններ արել ես, իրականում արել ես թե սպորտով ես հասել փոփոխությունների։ Ես մարմնիս վրա ոչ մի փոփոխություն չունեմ արած, ոչ մի։ Մարմնիս վրա միակ սպին, որ ունեմ, դա կողաճառի սպինն է, վերջերս արել զուտ քթի համար ոչ։ Վերջերս քննարկվեց, որ ես կողաճառի սպիով ոտքերս եմ երկարացրել, այդ շատ աբսուրդ է, շատ ծիծաղելի է, ոտքերի վիրահատությունը ինքը ունի շատ հետ վիրահատական շրջան ու շատ տհաճ շրջան է։ Ես գիտեմ մարդկանց ովքեր արել են եւ ինչքանով տեղյակ եմ, մի 5 սանտիմետր ես բովանում։ Լինելով 1.74 բոյի, հաստատ ես չունեմ կարիքը լինել 1.79 բոյ ու տանեմ այդ տառապանքները, տանջանքները։ Ես կանեի դա ենթադրենք, եթե լինեի 1 ու չգիտեմ քան շատ փոքրիկ։ Գուցե անեի, բայց էլի դժվար։ Իսկ մնացած ինչ որ վիրահատական process-ներ իմ մարմնի վրա ոչինչ չեմ արել։ Չեմ էլ պատրաստվում ես հաշվով։ Հատկապես երբ մեկնում ես հանգստի, երբեմն կարծես միտումնավոր խաղաս մարդկանց նյարդերի հետ։ Այսինքն եմ խաղալ։
Երբեմն անում ես հրապարակումներ, որոնք շատ համարձակ են, որոնք շատ լայն քննարկման են արժանանում, եւ դու դա կարծես անես միտումնավոր։ Դու կարող ես գրեթե topless լուսանկարներ հրապարակել, շատ լավ իմանալով այդ ամեն ինչի ինչ քննարկումների է բերելու։ Նա, եթե ես գնում եմ Մալդիվում հանգստանում եմ։ Ես եթե գնում եմ այդ տենց տեղեր, Մալդիվ, Բալի, Թայլանդ, տենց տեղեր, որտեղ օվկիանոս է, որտեղ քո վիլլան է, փոքրիկ ինչ որ խրճիթն է, ու դուրս ես գալիս կանաչի մեջով, չկան մարդիկ, ամայի օվկիանոսն է։ Ես միշտ, չգիտեմ ոնց դա բացատրեմ, բայց ես միշտ զգացել եմ, որ ես այս օվկիանոսի, ես անտառների, ես տիեզերքի մի մասնիկն եմ։ Երբ որ դու մի մասնիկն ես, դու կարող ես մերկել մտնես օվկիանոս, որովհետև կներես ձկները բան չեն հագնում, անդրևարտիկ բան չեն հագնում մտնում։ Ես միշտ ինձ ընկալել եմ, լուրջ եմ ասում, փոքր ժամանակ, բայց որպես այս օվկիանոսի, որ այս մոլորակի, նա ուրիշ մասնիկ, շատ զուլված իրան։ Դրա համար ես տոպլեսը ես չեմ համարում, այ տոպլես բաց է։ Ես ընկալում եմ ոնց որ օրինակ, չգիտեմ, ոնց օրինակ բերեմ, որ օրինակ ռուսալկաները։ Ես միշտ դա ընկալում եմ, որ դու մտնում ես sense պարզ մարդը, իր տեսակով մարդը իր ստվերով մտնում է օվկիանոս։ Հիմա գիտեմ որ հրապարակում է Instagram-ում, շատ լավ իմանալով ինչ է լինելու։ Ես Instagram հրապարակելու խաթր միայն տոպլես եմ լինում։ Թե չէ որ հրապարակելու չլինի, ես հենց տենց էլ կմտնեի ու տենց բազմաթիվ եղել են դեպքեր։ Մալդիվում, որ դու վերցում ես խրճիթդ, օվկիանոսի մեջ տեղն ես վիլայմդ, այդ բոլոր հարևանները, ասեմ քեզ, մի 7-8 հոգի, առավոտյան 6-ին մենք իրար չենք էլ տեսնում։ Բոլորը մերկ էին մտնում ջուրը։ Լրիվ մերկ։ Ու դա նորմալ էր։ Մենք իրար չենք էլ տեսնում այնքան հեռու էինք, բայց ես դա չեմ հրապարակել, որովհետև գիտեմ, որ դա չեն հասկանա ճիշտ, բայց ինչ որ սահման կա, այս սահմանը ինձ համար օքեյ է։ Ինչ որ պահի դու սկսեցիր դա անել նաև, որովհետև հասկանում էիր, որ նման դեպքերում շատ ավելի մեծ ուշադրության ես կարողանում արժանանալ։ Չէ, ես ուղղակի կար մի պերիոդ բան է, շատ էի հանգստանում զուտ։ Գուցե այդ կարծիքը հետեղից է ստեղծվել, բայց ինչ որ մի պերիոդ նախ ձմեռ ցուրտ չեմ սիրում, ես ձմեռ միայն սիրում եմ, երբ որ գնում եմ բորդ քշելու ու վերջ։ Ու բնական որ մարդիկ բան տաք հագուստով դուրս են գալիս մրցելով աշխատանքի ու դու այնտեղ տոպլես ֆոտո ես գցում կամ կուպալնիկով քո համար պարկած ես ծովափին, բարձր որ դա քննարկվելու է, ու ստեղծվի տպարություն չհատուկ անում ես, բայց եթե դու ապրում ես ամառային իրականությունում քո ամբողջ ձմեռը, դու ու դրանով ոգեշնչվում ես, քեզ այդ շատ կայֆ է։ Դու չես կարող բան անես, գնաս շուտ պալտոն հագնես, պալտոյով նկար գցես։ Դու ուղղակի կիսվում ես այն ընթացքով այն ներկա, որը քո մոտ կա, որը չի անպատասխանում մյուսներին։ Ինչ որ առումով քո կյանքում նոր կյանք սկսելու փուլ է, արտաքինով, տեղափոխությամբ։ Ստացվեց կներես ընդհատեցի, ստացվեց այդպես, հա, ոնց որ sense պլանավորված գնա, ուղղակի մի քանի առումներով չինական գիտությունների մի քիչ երբեմն ընկերներս ասում են շատ եմ խորացել, բայց ես քանի որ դրանց մեջ խորացել եմ, ես գիտեմ, որ այս տարին ինձ համար շատ կարևոր տարի է։ Ինքը իմ մոտ եզրափակիչ տարի է իմ ինչ որ կյանքի ընթացքների, որոնք ինչ օրս եղել են, ու ես ինքս իմ մեջ որոշել եմ, որ ես հունվար ամսից ամեն ամիս պետք է ինչ որ զգալի բաներ անեմ ու փոխեմ իմ կյանքում, որոնց համար ես ինքս ինձ շնորհակալ կլինեմ։ Հունվարին եղավ հատությունը փետրվարին շատ ուզում էի Բրազիլիայում լինեի, գնացի ու էլի մի փոփոխություն արեցի, որը այդպես պետք չի բարձրաձայնել, թեթև ինչ որ բան է անձնական կյանքում։ Մարտ ամսին էլի փոփոխություններ ունեցա կոնկրետ տեղափոխվել, ես որոշել էի մարտին, ու ինձ համար շատ կարևոր էր մարտի 21-ին կամ 27-ին տեղափոխվել, ինչ-ինչ հանգամանքներով, ես 21-ին մեկնեցի, մնացի հյուրանոցում այնքան ժամանակ, ինձ համար թվերը կարևոր էին ու 27-ից ապրեցի առանձին, այսինքն գնալ հյուրանոց գալ արդեն փոխեցի, որ վերջ, արդեն առանձին Դուբայում պետք է բնակարանում ապրեմ, իսկ ապրիլի մոտ դեռ ընթացքա, դեռ ինչ որ բաներ փոխելու ընթացքա։ Դու Դուբայում 2 տուն ունես, բայց ապրում ես Վարշավայում, եթե չեմ սխալվում։ Այո, որտեղ բնակարաններիցս մեկը լինելու է մայիսին, իրականում նոր կառուցապատող է, ես մի քիչ 50-50 ռիսկի գնացի, բայց իրենք մի 7-8 ամիս շուտ տվեցին, այնպես որ մայիսին կլինի իմ բնակարանը առաջին, կտեղափոխվես։ Ոչ, չեմ սիրում խառնել գործը ու անձնական կյանքը, որովհետև եթե ես մտնում եմ, ես այդ բնակարանի հետ կապվում եմ, սկսում եմ հարմարվել դրան եւ ես չեմ սիրում, որ իմ կենցաղի մեջ ինչ որ մեկ անծանոթ մտնի ապրի, հետո ես գամ այդ նույն տեղը ապրեմ։ Այդ բանը մի քիչ ինձ մոտ դժվար է լինում, դրա համար, քանի որ ի սկզբանե իրենք ձեռք են բերվել ինվեստիցիա որպես ներդրում, ես հենց վերցնեմ իրեն տալու եմ վարձակալությամբ։
Այդպես եմ որոշել։ Մյուսը դա ամբողջապես արդեն ոնց որ ունեմ, գումարները ինքը payment plan-ով է, գումարները դրան արդեն սպառել եմ, վերջացրել եմ։ Մյուսը դեռ ընթացքի մեջ է, դեռ վճարումներ ունեմ, բայց մյուսին բնակարանը դեկտեմբերին պետք է տրվեր, ուշացնում են 6 ամսով, ինչը օրենքի սահմաններում է եւ նորմալ է, այնպես որ մյուսն էլ որ տան, էլի կտան վարձով։ Լուսի, դու խոսեցիր այն մասին, որ հայրդ բավականին հեշտությամբ ընդունեց քո որոշումը, որ մեկնում ես, բայց ավելի շատ խոսեցիր հայրիկի մասին ու չխոսեցիր մայրիկի մասին։ Մամաս ծանր է տանում։ Մամա շատ ծանր է տանում, ամեն անգամ լացում է, հեսա կլացածնին է։ Ամեն անգամ լացում է պատուհանից, բայց ինձ թվում է, որ այս վերջը մաման չի սիրում ինքնաթիռներ, շատ առհասարակ իմ ծնողները դες չեն սիրում, իրանք իրենց հայրենիքում են սիրում, մաքսիմում գնան մա դիլի ջանի կողման, տենց հանգստանան։ Ես իրանք խնդրում, աղոթում եմ, աղաչում եմ, որ իրանք գան, գնանք միտեղ հանգստանանք ծով, բայց վստահաբար ինձ մոտ կստացվի համոզել վերջը բերել ինձ մոտ մի օր Դուբայ, ես իրանք ցույց տամ լավ կողմերը այդ քաղաքի, թե ես ինչը գնահատեցի ու կարևորեցի, որ տեղափոխվեցի ու վստահ եմ, էլ մաման չի լացի, որովհետև չնայած արդեն գիտի, ինչ որ իմ աշխատանքային ձեռքբերումներով բան կիսվել եմ արդեն, ու ինքը արդեն ասում է, վայ լուրջ, վայ, որ զարմանում է, ոնց եմ ես կարողանում տենց այդ նոր ասպարեզում, ոնց է տենց լավ ստացվում, արդեն փոխվել է, բայց մամայից չեմ խոսում, որտեղ մամաս այնքան է լացում, շատ ծանր եմ տանում։ Պապաս շատ էմոցիոնալ մարդ է, բայց ինքը մեր մոտ չի լացի, եթե ինչ-որ բանից հուզվի, միշտ կքաջարելի, կասի գնա առաջ, դրա համար Իսկ դու կարոտում ես շատ։ Եթե ոնց ասեմ, տարիքի հետ ես լուրջ հեսակաղալացեմ, բայց չպետք է ինձ բան։ Նայ տարիքի հետ ես ծնողներիս սկսեցի ուրիշ ձև սիրել։ Շատ ափսոսում եմ, որ ես 15 տարեկանում ինչ որ հարցերի շուրջ, ապուշ հարցերի շուրջ, ինչ որ ապուշ մարդկանց թեմայով կարողա վիճեի իմ ընտանիքի անդամների հետ ու բան դառնար գլուխ կոտրուկ, որ ես ուզենայի ճիշտ դուրս գայի։ Տարիների հետ, երբ որ դու մոտենում ես ծնող դառնալուն, կամ հասարակ տեսնում ես քուրիկը ծնող է, դու հասկանում ես ինչքան դժվար է լինել ծնող։ Դրա համար հայը շատ եմ կարոտում։ Հարաբերությունների մեջ եղել են բացեր, որի համար հիմա այսպես հուզվեցիր։ Չէ։ Որովհետև ես որքան գիտեմ, բավականին ջերմ են ձեր հարաբերությունները։ Չէ, ես մամայից պապայից շատ եմ սիրում։ Դա Աստված իրան շատ կյանք, բայց շատ եմ կարոտում։ Բայց դե լինում է, ինչ կարող ես անել, եթե ուզում ես շարժվել առաջ, պետք է չեմ կարող լինել հասկանում, ես շատ դժվար էր ինձ օրինակ առանձին ապրել, որովհետև դժվար է լինել անհատ, երբ որ դու դեռ քո մամայի, պապայի երեխան ես, չէ՞ որ դու գալիս ես տուն, իրանք քեզ կերակրում են, իրանք քեզ հագցնում են, կապցնում են, հոգ են տանում, դու չես կարողանում որպես անհատ առաջ գնալ, այդ հոգեբանական կապը ինքը մնում է, ու քեզ չի թողնում։ Ես դա հասկացա, որ առանձին սկսեցի ապրել։ Դրա համար Երբ որ արդեն պետքա տեղափոխվեի Դուբայ, գիտեի, որ օրինակ մաման շատ ծանր էր տանել, ես իրան պատրաստեցի, ես սկսեցի մոտ 1 տարի առանձին ապրել այստեղ, որ լինեմ առանձին, բայց անդադ մոտ, մենք տաները շատ մոտ էի վերցրել դիտմամբ, ու դրա համար երևի ես Դուբայ տեղափոխվել, այդքան շատ ծանր ինքը չտարավ։ Բայց մեկը ամեն անգամ ջուր աչքերը լցնում է, որտեղ ինքը ուզում է իր կողքինն եմ, ես դա հասկանում եմ, բայց օրինակ երբ որ ես երեխա ունենամ, ես հասկանում եմ, որ առաջին օրվանից պետք է աշխատեմ ինձ վրա, որ տենց չլինի, որտեղ դա շատ դժվար բան է յուրաքանչյուր ծնողի համար ու երեխային կրկնակի։ Այդ երևի թե սերունդի հարց է, որովհետև մեր մամաների, մեր ծնողների սերունդը ունի այդ իրանք շատ կապված են, չափից շատ ներդրումը մեր կյանքում ու իրենց կյանքը ամբողջապես նվիրելով մեզ, մեխանիկորեն արդեն ամբողջ կենտրոնացումը լինում է երեխաների վրա։ Հա, ես պետք է այդպեսին չլինեմ, բայց ես լավ է, ճիշտ է, բայց ես կուզեի ծնողը այդքան չլիներ ինձ վրա կենտրոնացած, այդքան իմ վրա կենտրոնացած քրոջս վրա չլիներ, որտեղ քուրիկս հիմա բալիկ ա ունեցել։ Ես տեսնում եմ շատ ծնողներ ոնց են իրանց երեխաների ու իրանց թոռնիկների հանդեպ, իսկ իմ մաման շատ հոգատար է, հասկանում ես, ինքը այդ երեխայի, չգիտեմ, ամեն ինչն է։ Ես քրոջս բալիկի մեջ տեսնում եմ մամայի հանդեպ վստահությունը, այն ապահովության զգացումը, որ ինքը մամայից տեսնում է, ինքը հանգիստ է։ Այդ ուրիշ զգացողություն, ես գժվում եմ այդ դեմքի արտահայտության համար, բայց ես կուզեմ լինեմ լավ տատիկ, բայց այդքան շատ չէ, ես կուզեմ լինեմ լավ մամա, բայց այդքան շատ չէ, ես իմ երեխային, ես չեմ ասում դա սխալ է, որովհետև մենք, ես հիմա ռեալիզացված եմ,
այդ կրթությամբ, այդ դասերակցությամբ, բայց ես կուզեմ հակառակը մի քիչ լինեմ, որովհետև կուզենամ երեխան մի քիչ ավելի վաղ տարիքից մտնի առանձին կյանք ու ավելի ինքնուրույն կյանքին ավելի շուտ սովորի։ Լուսի, իսկ երբ քո կյանքում ինչ-որ բաներ են լինում, դու գնում ես մամայի գիրկը, մամայի հետ խոսելու, թե երբեմն իրեն էլ պաշտպանում ես քո էմոցիաներից։ Ես մամայի հետ առաջ էի խոսում, ավելի վաղ տարիներին, բայց հիմա քան որ մամայից ավելի լավ եմ ճանաչում ու պապայից շատ ավելի լավ եմ ճանաչում, ես ավելի պապայի հետ կիսվող աղջիկ եմ դարձել, բայց առաջ ինչ որ ազդեցություններով ընտանիքի տարբեր անդամների բան, չգիտեմ ինչով էր պայմանավորված, ես այդքան շատ պապայի հետ կարող չկիսվեի, մամայի հետ կիսվեի, բայց իմ մաման շատ խորը գցող մարդ է, ես եթե ինչ-որ բան իրան ասեմ, եթե ինչ-որ մեկ ինձ վիրավորի, ենթադրենք ես մամայից հետ կիսվեմ, ես մի օր կներեմ այդ մարդուն, մամաս չի ներում։ Մամաս երբեք ոչ մի անուն չի մոռանում եւ երբեք չի կարողանում ընդունի, որ իր աղջկան նեղացրել են, հա։ Դրա համար շատ հարցեր մամային ուղղակի չեմ ասում։ Այդ ընթացքը անցնում եմ, մոտ ես պապայից հետ կիսվում եմ, պապաս տեղյակ է, պապաս լիքը բաներ գիտի, ճիշտ մամաս չգիտի։ Պապային ասում եմ, այդ մեր գաղտնիքն է, պապ ջան։ Հետո ինչ որ ਇੱਕ ժամանակ հետո ասում սենց էր, ասում եմ, բայց ինչի չէր ասել, ասում եմ, ես քեզ պաշտպանել էի, տենց քեզ ավելի կոմֆորտ էր, տենց լավ էր։ Քո կերպարը թեպետ աշճանաբար ստացվեց նաև հանրության ներկանալու ձևը եւ այլն, բայց մաման ու պապան ինչպես ընդունեցին, ինչքան գիտեմ, պապան շատ ավելի հաշտ էր քո կերպարի հետ, քան մաման։ Պապաս որովհետեւ ախր ինձ այնքան լավ է ճանաչում։ Մամաս էլ լավ գիտի, բայց մամաս շատ է կարևորում կողքի մարդկանց կարծիքը։ Իմ պապան ոնց ասեմ, լրիվ ուրիշ աշխարհ է, ինքը ասում է քո կյանքն է ապրի, ես որ սաղ կյանքս ասում եմ, իդեալական մարդ ապրել եմ, այսինքն 50-60 տարի նույն տեղը աշխատել եմ, պարտաճ աշխատել, արդյունքում ինչ ունեմ։ Ունեմ սովորական իմ կյանքը, չէ՞։ Դու էլ ես ունենալու մեկա քո սովորական, քո առօրյա կյանքը, բայց գոնե իմանամ, որ դու անում ես այն ինչ դու ես ուզում, ու այդ քո որոշումն է, ու եթե դու հետ նայես, դու հասկանալու ես, որ դու այդ կետից ուրիշ ձև ես շարժվել, դրա հետևանքներն ես քաղում, բայց ես չեմ ուզում քո տեղը ապրեմ։ Դա մեն պապան միշտ ընդունել այն որոշումները։ Միշտ երբ որ ես ինչ-որ բան ասել եմ, ինքնից լսել, հասկացել, ասել եմ, ապրած ճիշտ ես անում։ Հազվադեպ որ եղել են սիտուացիաներ, հա եղել են սիտուացիաներ, որ անձնական կյանքում, որ ես գնամ ասեմ, սենց եմ վարվել, ճիշտ եմ վարվել օրինակ, ես տղայի հանդեպ սենց եմ վարվել, ինձ ասել է չէ։ Որովհետև դու որպես կին արմատ, որպես աղջիկ լավ չես պահել քեզ այդ մարդու հանդեպ, ով օրինակ քեզ շատ սիրել է։ Տենց բաներ եղել են, որպես հայր ինձ ասել է դու սխալ ես քեզ պահել տարբեր սիտուացիաներում։ Մամայի հետ էլ եմ կիսվել, բայց մամաս մի քիչ այդ ընդունելու պահը դժվար է։ Օրինակ մամա շատ հաճախ կասի, տենց մի պոստի, ես որ Մալդիվում էի, առաջին տոպլես պոստը արեցի, ինչ որ սենց հումորային սենց բան։ Զանգեց ասեց, եթե այդ պոստը չջնջես, դու մամա չունես։ Հաջորդ օր զանգեց, փաստորեն դու մամա չունես, որովհետև բնականաբար ես չեմ սիրում ջնջել։ Եթե արել եմ, ուրեմն արել եմ։ Երրորդ օր զանգեց։ Ես քո հետ չգիտեմ ոնց վարվում, ասում եմ, ուզում ես ասես մամա ունեմ, էլի։ Ասաց, հա, բարսա լավ։ Պարզ ես ունեմ մամա, որովհետև ինքը ծնող է, չի գնալու փախնի ինքի, մաման է ինձ մեկը նույն ձև սիրում է։ Բայց դու այդ պահին չզանգեցիր այդ օրերի ընթացքում։ Չէ, ասի գրեցի կյանքս ես քեզ շատ սիրում եմ, բայց կներես ես այդ հրապարակումը չեմ ջնջելու, որովհետև դա իմ Instagram-ն է, դա իմ որոշումն է, իմ տեսակն է, իմ կյանքն է։ Խնդրում եմ, մի խառնվի։ Ես չեմ եկել խառնվել քեզ քո մասնագիտության հարցում, քո առօրյայի հարցում, այսօր ուզում ես բոշ սարքես, թե ուզում ես փլավ սարքես, ես քեզ դա չեմ ասում, դա քո առօրյան է։ Սա էլ իմ կյանքն է, խնդրում եմ, մի խառնվի։ Եթե մտածում ես, որ դա կարող է վարկաբեկի քո անունը, դա չի վարկաբեկելու քո անունը, որովհետև մի պոստով չի որոշվում։ Իմ պատկերացած համանախապակումներով դա նորմալ է։ Իմ վարկով առօրյայում դրսում տարբեր տեղերում տեսնելով դու երբեք չես վարկաբեկվի, որովհետև ոչ մեկ դա կլինի ուղղակի կլիվիտա, կլինի բամբասանք, բայց դա չի լինի իրականություն, ինչ քո ականջին բան հասնի, որ հիմա դու ամաչ ես։ Ու քո աղջիկ ինչ որ վատ ձևով ներկայացել է կամ իրան անպատե ինչ-որ սիտուացիաների մեջ է գցել։ Բայց դա իմ որոշումն է, մի խանգարի։ Պապայիս հումորով միշտ վերասում եմ, պապա, դե պարզա, պապայիս տղամարդ է, դուր չի գա ինչ-որ բաներ, կասի, ոնց ուզում ես դու տենց արա։ Գիտես, այստեղ մի հատ ուրիշ սահման կա, օրինակ կան մարդիկ, որոնք հենց իրենց հայրիկի առաջ էլ, հա, տան մեջ էլ շատ բաց չեն հագնվի, ու կան մարդիկ, ովքեր ազատ են այդ առումով։ Այսինքն Instagram-ով քո հայրիկը կարող է քեզ տեսնել շատ բաց կերպարով։ Դու դրանից Իմ պապան Instagram չունի, սկսենք տեղից Instagram չունի, ես պարբերաբար գնում եմ պապանայի, որովհետև sense բաներ որ գցում եմ էջից, 100% քեզ էլ է գալու մի օր հասնի, որ էս կուրտա, էս սա, այնա, իմացի, ասում ինչ ասես հասնում է նորմալ է թեթև տար։ Այսինքն ինքը
լավ բան է, էլի կոփված է այդ հարցում, ինքն էլ իր աղջկան շատ լավ է ճանաչում։ Topless հետևանց որ ինքը իմ Instagram-ում տեսնի, ես չեմ ամաչում, ես ցույց եմ տալիս։ Ես այդ ֆոտոները իմ papan տեսնում է։ Ես բարբերաբար ցույց եմ տալի իմ էջը իմ papayin, որ ինքը լինի տեղյակ իր աղջիկը, ոնցն է, ինչն է, ու ինչի համար կարող է իրան ինչ-որ ականջին բան հասնի, որ իրան դուրս չգա, ինքը անակնկալի չգա։ Ես ասում եմ, ես իմ Insta հարթակում սենց եմ, իմ առօրյա կյանքում էլ որ գնում եմ Մալդիվ, պապ ջան, մենք ընկերուս հետ կարող ենք մտնենք ջուրը մերկ, դու իմացի, որ ես տենց տեսակ եմ, բայց դա բարոյականության հետ կապ չունի, եւ այս իմեջն է։ Ես ուզում եմ դու տեսնես, ուզում եմ ծնողս տեղյակ լինի ոնցն եմ ես, որ անկարծ անակնկալի չկա, ոչ մեկ իրան չկարողանա մի պախոցի։ Ու ինքը շատ adekvat գիտի դա։ Բայց առօրյա մնաք լինում է, որ պետք է անցնեմ papan սենյակից, պապա մի հատ մինայի անցնում եմ։ Տենց լինում է։ Ինքը սովորել է չարաճճի աղջիկը, անպայման չի ես մա ցենց քուրքս հագնեմ, նոր անցնեմ, չէ, ինքը գիտի, ասում է, «Всё, չեմ նայում»։ Մեր papan փոքրուց մեզ սովոր ա եղել էլի, մենք որտեղ պիտի վազեինք սենյակից սենյակ, ասում ենք մինայի, չնայած քուրիկս ավելի տենց այդ հարցերում ցենց ուրիշ ձև է, ես ավելի չարն եմ եղել։ Դու եւ քույրիկը տեսարումով բավական տարբեր եք, իհարկե մաշին էլ որ նայում ես հասկանում ես որ ազատ մարդ է, բայց շատ տարբեր եք։ Երբեմն քույրիկի կողմից նկատողություններ ստանում ես թե չէ։ Երբեմն չէ, քուրիկիս կողմից հաճախ եմ ստանում, ես վերջին ժամանակներում, բայց երբեմն է դարձել, որովհետեւ հասկանում եմ մեկը բան չի օգնում։ Մեկը ես միշտ անում եմ նենց ոնց ինձ է հարմար, բայց հա քուրիկիս ժամանակ ինչ-որ բան կարող է ասի։ Կարող է ինչ-որ հրապարակում անեմ, գրի պետք էր որ։ Ասում դե կողո պետք չէր, բայց դե հիմա որ արդեն պոստել եմ, ուրեմն պետք էր։ Ու անցնենք առաջ։ Դրանով սահմանափակվում է։ Դրանից մտերմությունը չի տուժում։ Երբեք չի տուժել։ Ես կարող եմ սենց լիրավ ու սենց գոհ սրտով ասեմ, որ ես ունեմ աշխարհի ամենալավ քույրը։ Ես շնորհակալ եմ իմ ծնողներից, լուրջ, որ ես ունեմ սենց քուրիկ, որովհետև ես նենց քուրիկներ եմ տեսնում, որ զարմանում եմ ոնց կարելի է տենց քույր լինել սեփական հարազատ քրոջ հանդեպ։ Դրա համար չէ, մեր ընկերությունը դեռ փոքրուց եղել է, ճիշտ է մենք իրար շատ ենք խփել, ջարդել, ծեծել, ու միշտ ինքն էր ճիշտ դուրս գալիս, չգիտեմ իրան էին պաշտպանում։ Ես չար եմ եղել, տղա եմ եղել, քարով խփել, գլուխ ծակել, ահա որ երեխա եմ եղել էլի, բայց շատ ուրախ եմ, որ ես ունեմ մշտական իմ կյանքի լավագույն ընկերը, որ ընկերու էլ չունենայի, գիտեմ ունեմ Մարիշին, որովհետև ինքը միշտ իմ հետ է ու ինչքան էլ ինչ-որ բան իր մտքին համապատասխան չի, ինքը չի ընդունում ինչ-որ բանի արածի մեջ, ինքը միշտ իմ քուրիկն է, հարաբերությունը երբեք չի դժում։ Մաքսիմում 5 րոպե իրար կբզենք, հետո կասեմ արի չծավալվենք այս հարցի շուրջ, ես քո հետ համաձայն չեմ ու պարտավոր չեմ համաձայն լինեմ։ Ես էլ իր հետ նույն ձև։ Եթե գալիս են գործունեությանը, դու քեզ գրեթե ամենտեղ փորձեցիր դերասանության մեջ, հաղորդավարության մեջ։ Instagram-ը հենց սկսեց թափ հավաքել այդ ոլորտում ակտիվացար։ Այսինքն հանրային գործունեության շրջանում երևի թե միայն չես երգել։ Այ միշտ մտքովս անցել է։ Ասում կողո շատ ուշ չի սկսեմ երգել լուրջ։ Քեզ համար կարևոր էր, որ այն գործունեությունը, որը որ ծավալում ես, անպայման լինի հանրային ոլորտում։ Ես ընդհանրապես չեմ դիտում ամձգտել դրան։ Ես պարզապես ստացվել է այնպես, երբ որ սկսենք մի քիչ ավելի ներքևից, ավելի փոքր լույսից, կհասկանանք, որ ինքը աշխատում էր իր պապայի մասնագիտությամբ, մասնագիտական ուղղությամբ, ես աշխատել եմ տրանսպորտի նախարարությունում, որպես արտաքին կապերի վարչության առաջին կարգի մասնագետ, անում էի թարգմանություններ, սովորական թղթաբանություն։ 9-ից 6-ը աշխատում էի։ Ստանում էի շատ քիչ, կամ 37,000 դրամ, կամ 47,000 դրամ։ Հետո հասկացա, որ այդ գումարը ինձ քիչ է, 9-ից 6-ը ինձ օքեյ չի, ես չեմ կարող լինել պատուհանների ու դռների մեջ փակված ու անընդհատ անել նույն բանը։ Հետո հասկացա, որ ուրիշ գործել եմ ուզում։ Զուգահեռ սկսեցի անգլերեն դասավանդել, դեռ սովորելով Բրյուսովում իդեպ։ Միաժամանակ համ նա անում, համ նա։ Համ էլ սկսեցի 2 դպրոցում դասավանդել անգլերեն, ոնց որ բանը ավելի ցածր դասարանային։ Մի հատ պատկերացրեք, դպրոցի ուսուցչուհի է եղել։ Հա, Miss Lucy, ատեստաբանը, ինչ ասում վինետկա։ Հայրապետանը դպրոցում դասեր տալիս։ Բայց ոչ այսպեսի դեկոլտեով։ Ես շատերի մոտ վինետկա եմ կամ Miss Lucy, ու հետո հասկացա, որ էդ էլ է, որովհետև դու անդադ նույն դասագրքով նույն բանն ես սովորեցնում, մի տեսակ էլի ճահճացում է, ես չեմ սիրում նույն տեղում մնալ, այդ բնավորությունը։ Ու դա տես հարց հնչեց, անձնականում նորը փորձել, անձնականում հետաքրքիր որ տենց չեմ։ Ես սիրում եմ նույն մարդու հետ նորը փորձել, ոչ թե նոր մարդ գտնել, որ այդ ինչ որ նոր զգացողություններ ունենալ։ Բայց օրինակ աշխատանքում առօրյա ես ձանձրանում եմ, ես նոր բան եմ ուզում, չեմ կարողանում։ Ինչու դադարեցիք ներկայանալ որպես դերասանուհի։ Որովհետև այն պրոյեկտները, որոնք հետո առաջարկվեցին,
լավ պրոյեկտներ կային, բայց երկար էին։ Իսկ ես չէի պլանավորում երկար լինել Հայաստանում։ Օրինակ, ինչ որ սերիալներ, երկար սիթքոմներ, որ գալիս են, ակնկալում են քո ամենօրյա ներկայությունը X երկար ժամերով։ Ես չեմ կարող այդպես լինել, որովհետև ես սիրում եմ անկախ լինել եւ աշխատել մեծ մասամբ նաև ինձ հարմար լինելով։ Իսկ երբ որ ես գնում եմ առավոտից երեկո նկարահանումների ու դա կարող է տևել 2 տարի, 3 տարի, ես օքեյ չեմ, որտեղ 1 տարի հետո չգիտեմ ուր եմ լինելու։ Դրա համար շատ պրոյեկտների մեջ գլոբալ չմտա։ Լուսի, շնորհակալ եմ շատ մեր զրույցի համար։ Փոխադարձ շնորհակալ եմ շատ, վերջը լացացրիր։ Մենք որ սկսել էինք, այսինքն չլացացնես, բոլորը լացացնում ես։ Մերսի, որ քո հյուրն էի։ Տեսնենք երբ ենք հանդիպում նորից։ Ես հուսով եմ, որ մեր հաջորդ հանդիպումը կլինի այն ժամանակ, երբ որ քո մյուս երազանքները իրականացած կլինեն, որովհետև դու քայլ-քայլ իրականացնում ես երազանքներդ։ Կայծակնային արագություն։ Ամենակարևորը, որ երջանիկ լինես ցանկացած երազանքի իրականացման ու չիրականացման պարագան։ Շնորհակալ եմ շատ, փոխադարձը քեզ քառապատիկ։ Շնորհակալ եմ շատ։ Հետևեք Live Room-ին, բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր թողարկումները։